Երբ հատուկ ծառայությունները մտան Վանոյի վերջին անվտանգ տուն Երևանի կենտրոնում, նրանք գտան մի բան, որը երբեք չպետք է գոյություն ունենար։ Սև կարշվե տետր, լի թվերով, ամսաթվերով եւ անուններով։ Յուրաքանչյուր էջ պարունակում էր մանրամասն հաշվարկներ, որքան էր արժենում մեկ գործարանը, ով էր վճարում եւ ամենակարևորը, ուր էին գնում փողերը։ Բայց երբ քննիչները փորձեցին օգտագործել այդ տետրը որպես ապացույց, պարզվեց, որ վերջին 30 էջերը պոկված էին։ Ով էր վերցրել այդ էջերը։ Ինչ էր գրված այնտեղ, որ այդքան վտանգավոր էր։ Եվ ամենակարևորը, ինչու Վանոն պահում էր այդ հաշվապահությունը, եթե նա պարզապես փողոցի հանցագործ էր, ինչպես պաշտոնական տարբերակն էր ասում։ Այսօր 35 տարի անց մենք կբացահայտենք այն, ինչ գրված էր այդ կորած էջերում։ 90-ականների սկզբին Հայաստանը ուներ ավելի քան 200 խոշոր գործարան։ Սրանք չէին պարզապես շենքեր կամ մեքենաներ, սրանք էին ամբողջ քաղաքների սիրտը։ Կիրովականի քիմիական կոմբինատը միայնակ աշխատանք էր տալիս 15000 մարդու։ Նարեկ Ավագյանը, նախկին ինժեներ, հիշում է այն օրերը այսպես. Մենք չէինք պարզապես աշխատում, մենք ապրում էինք այնտեղ։ Գործարանն ուներ իր մանկապարտեզը, իր պոլիկլինիկան, իր մշակույթի տունը։ Երբ փակվեց գործարանը, մեռավ ամբողջ թավամասը։ Բայց ինչպես կարող էր փակվել այդքան հզոր արտադրություն։ Պաշտոնական տարբերակ։ Պարզ էր, տնտեսական ճգնաժամ, էներգետիկ խնդիրներ, շուկայի կորուստ։ Բայց Վանոյի տետրը պատմում էր այլ պատմություն։ Այնտեղ գրված էր, որ Կիրովականի կոմբինատի սարքավորումները վաճառվել են $5 միլիոն։ Իսկ գիտեք թե որտեղ էին այդ սարքավորումները 3 ամիս անց։ Թուրքիայում։ Անկարայի մոտակայքում։ Նույն մեքենաները, որոնք արտադրում էին հայկական քիմիկատներ, այժմ աշխատում էին թուրքական ընկերության համար։ Բայց ով էր Վանոն իրականում։ Պաշտոնական տարբերակը նրան ներկայացնում էր որպես հանցավոր, հեղինակություն, որը վերահսկում էր Երևանի մի մասը։ Բայց մարդիկ, ովքեր ճանաչում էին նրան, պատմում են այլ բան։ Արամ Գրիգորյանը, նախկին ոստիկան, ով աշխատում էր 90-ականներին, հիշում է. Վանոն չէր նման սովորական բանդիտների։ Նա ուներ տնտեսագիտական կրթություն։ Նա խոսում էր 3 լեզվով։ Եվ ամենակարևորը, նա միշտ ասում էր, որ ինքը չի աշխատում իր համար, այլ ուրիշների համար։ Ով էին այդ ուրիշները։ Վանոյի տետրում կային կոդային անուններ. գեներալը, դոկտորը, դեսպանը։ Յուրաքանչյուր անուն կապված էր կոնկրետ գործարքների հետ։ Օրինակ, գեներալը հայտնվում է այն էջերում, որտեղ խոսքը գնում է Վանաձորի գործարանների մասին։ Դոկտորը կապված է Գյումրիի ձեռնարկությունների հետ, իսկ դեսպանը, սա ամենահետաքրքիրն է, հայտնվում է այն գործարքներում, որտեղ սարքավորումները դուրս են գնում երկրից։ Պատկերացրեք, որ դուք աշխատում եք գործարանում 30 տարի։ Դուք ճանաչում եք յուրաքանչյուր մեքենա, յուրաքանչյուր գործիք։ Դուք գիտեք, թե որ սեղանը ձեր հայրը շինել է, որ կռունկը ձեր եղբայրը վերանորոգել է։ Եվ հանկարծ մի օր դուք գալիս եք աշխատանքի եւ տեսնում, որ դարպասները փակ են։ Ոչ մի նախազգուշացում, ոչ մի բացատրություն։ Պարզապես մի թուղթ։ Ձեռնարկությունը դադարեցնում է գործունեությունը։ Սա չէր։ Պարզապես աշխատանքի կորուստ։ Սա էր ամբողջ կյանքի կործանում։ Արմեն Սարգսյանը, նախկին տոկար, պատմում է. Երբ փակեցին գործարանը, ես չգիտեի թե ինչ անեմ։ Ես չգիտեի թե ինչպես կերակրեմ երեխաներիս։ Բայց ամենավատը չէր սովը։ Ամենավատը այն էր, երբ 2 ամիս անց տեսա, թե ինչպես են կտրում մեր մեքենաները մետաղի համար։ Նրանք կտրում էին մեր կյանքը կտորներով եւ վաճառում էին կիլոգրամներով։ Բայց ով էր գնում այդ մետաղը։ Վանոյի տետրում կա մի գրառում, որը պատասխանում է այս հարցին։ 2200 տոննա մետաղ վաճառված իրանական ընկերությանը։ Գինը $300 տոննան։ Բայց եթե հաշվենք այդ սարքավորումների իրական արժեքը, որպես աշխատող մեքենաներ, ոչ թե մետաղ, դա կլիներ ավելի քան $30 միլիոն։ Ուր գնաց այդ տարբերությունը։ Վանոյի տետրում կա մի բաժին, որը կոչվում է տոկոսներ։ Այնտեղ նա մանրամասն գրել է, թե ով որքան էր ստանում յուրաքանչյուր գործարքից։ Եվ այստեղ է, որ պատմությունը դառնում է իսկապես սարսափելի։ Յուրաքանչյուր գործարանի վաճառքից 10% գնում էր համակարգողին։ Ով էր այդ մարդը։ Վանոն երբեք չէր գրել նրա իրական անունը, բայց նա գրել էր մի բան ավելի կարևոր։ Համակարգողը ուներ մուտք բոլոր փաստաթղթերին։ Նա կարող էր ստորագրել ցանկացած հրաման, կարող էր փակել ցանկացած գործարան, կարող էր տալ ցանկացած թույլտվություն։ Սա նշանակում էր, որ համակարգողը չէր պարզապես հանցավոր։ Նա էր մարդ իշխանության մեջ։ Մարդ, ով կարող էր ստորագրել պաշտոնական փաստաթղթեր։ Մարդ, ում անունը հայտնի էր բոլորին, բայց ում դերը գիտեին միայն մի քանիսը։ Գարուն 1994-ի։
Վանոն նստած է իր գրասենյակում Երևանի կենտրոնում։ Նրա առջև երկու մարդ, որոնց նա երբեք չէր տեսել։ Նրանք ներկայացնում են իրենց որպես գործընկերներ Անկարայից։ Նրանք ասում են, որ հետաքրքրված են հայկական գործարանների սարքավորումներով, նրանք ասում են, որ պատրաստ են վճարել կանխիկ անմիջապես առանց հարցերի։ Վանոն հարցնում է. ինչպես են նրանք։ Իմացել նրա մասին։ Նրանք ժպտում են եւ ասում. ձեզ խորհուրդ տվեց ընդհանուր ընկերը։ Ո՞վ էր այդ ընդհանուր ընկերը։ Վանոն երբեք չի գրել այդ մասին իր տետրում, բայց նա գրել է, որ այդ հանդիպումից հետո ամեն ինչ փոխվեց։ Գործակները դարձան ավելի մեծ, ավելի արագ, ավելի վտանգավոր։ Եվ ամենակարևորը, Վանոն սկսեց վախենալ։ Նրա տետրում հայտնվեցին նոր գրառումներ։ Չեմ վստահում, շատ մեծ է դարձել, պետք է դադարեցնել։ Բայց ինչու Վանոն չէր կարող դադարեցնել։ Պատասխանը կա նույն տետրում։ Նա գրել է. նրանք ունեն ամեն ինչ ինձ վրա։ Եթե խոսեմ, մեռնեմ։ Եթե դադարեցնեմ, մեռնեմ։ Միակ ելքը ամեն ինչ գրել։ Եվ նա գրեց։ Յուրաքանչյուր գործարք, յուրաքանչյուր անուն, յուրաքանչյուր թիվ։ Նա գրեց այնպես մանրամասն, որ եթե ինչ-որ բան պատահեր իրեն, այդ տետրը կարող էր դառնալ ապացույց։ Բայց ապացույց ինչի համար։ Ում դեմ։ Եվ ամենակարևորը, ով կարող էր օգտագործել այդ ապացույցը, երբ բոլորը, ովքեր կարող էին քննել այդ գործը, հնարավոր է ինքնին ներգրավվային այդ համակարգում։ Լուսինե Հակոբյանը, նախկին լրագրող, ով փորձեց հետաքննել գործարանների փակումը 90-ականներին, հիշում է. Ես հարցազրույց վերցրի ավելի քան 50 աշխատողից։ Բոլորը պատմում էին նույն պատմությունը։ Գործարանը փակվում է, սարքավորումները կտրվում են, մետաղը վաճառվում է։ Բայց երբ ես հարցնում էի ով է գնում, երբ ես հարցնում էի ով է գնում, ով է վաճառում, բոլորը լռում էին։ Օրվա ընթացքում հասկացա, որ մարդիկ չէին հայտնվել այնտեղ, որովհետև սովորաբար գործում էին։ Գործից հեռանում էին, ուղղակի վճարում էին հետաքրքրված լինելու համար։ Մի քանի ամիս անց նրանց հետ խոսելուց հետո ես տեսավայեցի մի բան։ Մեկ կամ երկու մարդ գործի մեջ էր մնալու, մյուսները գնում էին եւ տարբեր բաներ անում։ Նրանք գնում էին մի հատ աշխատանքի գոտի, որը գիտեին, որ հասանելի չէ մյուս մարդկանցից, որովհետև սովորաբար իրենք ուներ են գրագետ։ Գնում էին նաև մյուս մարդկանցից հետաքրքրվելու, նոր բան ստացելու, մյուս մարդկանցից սխալ սիմվով է վաճառում, բոլորը լռում էին։ Ոչ թե նրանք, չգիտեին։ Նրանք վախենում էին խոսել։ Ինչից էին վախենում այդ մարդիկ։ Ով էր այդքան հզոր, որ կարող էր լռեցնել հարյուրավոր մարդկանց, եւ ինչու այդ լռությունը շարունակվում է նույնիսկ այսօր 35 տարի անց։ Վանոյի տետրում կա մի էջ, որը տարբերվում է բոլոր մյուսներից։ Այնտեղ չկան թվեր, չկան անուններ, կա միայն մի նախադասություն։ Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, փնտրեք կարմիր տուփը։ Ինչ կարմիր տուփ։ Ուր է այն։ Եվ ինչ է պարունակում այն։ Քննիչները երբեք չգտան այդ տուփը։ Բայց Վանոյի նախկին վարորդը, ով համաձայնեց խոսել անանուն, ասում է, որ տեսել է այդ տուփը։ Սա էր փոքր մետաղական տուփ, կարմիր ներկով։ Վանոն միշտ պահում էր այն իր մեքենայի բագաժնիկում։ Մի անգամ ես տեսա, թե ինչպես նա բացեց այն։ Ներսում էին լուսանկարներ եւ փաստաթղթեր։ Բայց երբ նա նկատեց, որ ես նայում եմ, անմիջապես փակեց տուփը եւ ասաց. «Սա քո կյանքն է, եթե տեսնես այն»։ Ինչ լուսանկարներ էին այնտեղ։ Ում լուսանկարները։ Եվ ինչու դրանք այդքան վտանգավոր էին։ 1995-ի ամառ։ Վանոյի վարքագիծը փոխվում է։ Նրա ընկերները նկատում են, որ նա դարձել է նյարդային, կասկածամիտ։ Նա փոխում է իր մեքենան ամեն 2 շաբաթը մեկ։ Նա երբեք չի քնում նույն տեղում 2 գիշեր անընդմեջ։ Նա սկսում է հանդիպել մարդկանց միայն հրապարակային վայրերում։ Ինչից էր վախենում Վանոն։ Նրա տետրում հայտնվում է նոր գրառում։ Նրանք գիտեն, որ ես գիտեմ շատ։ Ով էին նրանք եւ ինչ է շատ Վանոյի համար։ Մի ամիս անց Վանոն անհետանում է։ Պաշտոնական տարբերակը նա փախել է երկրից։ Բայց նրա ընտանիքը ասում է, որ նա երբեք չէր խոսել հեռանալու մասին։ Նրա բանկային հաշիվները չեն օգտագործվել։ Նրա անձնագիրը չի անցել սահմանը։ Վանոն պարզապես անհետացավ։ Կարծես երբեք գոյություն չի ունեցել։ Բայց նրա տետրը մնաց։ Եվ այդ տետրը պատմում է պատմություն, որը շատերը չեն ուզում լսել։ Պատմություն այն մասին, թե ինչպես ամբողջ երկրի արդյունաբերությունը վաճառվեց կտորներով։ Պատմություն այն մասին, թե ինչպես 100 հազարավոր մարդիկ կորցրին իրենց աշխատանքը, իրենց ապագան, իրենց հույսը, եւ ամենակարևորը, պատմություն այն մասին, թե ով եղավ այդ ամենի հետևում։ Ով էր համակարգողը, ով էր գեներալը, ով էր դեսպանը,
Եվ ինչու այդ մարդիկ երբեք չպատասխանեցին իրենց արարքների համար։ Երբ դուք քայլում եք Երևանի փողոցներով, դուք տեսնում եք հին գործարանների ավերակները, դատարկ շենքեր, կոտրված պատուհաններ, ժանգոտած դռներ։ Սրանք չեն պարզապես ավերակներ։ Սրանք են հուշարձաններ մի դարաշրջանի, երբ ամբողջ երկիրը վաճառվեց ամենաբարձր գնանշման տակ։ Բայց ով էր գնորդը եւ ով էր վաճառողը։ Վանոյի տետերը տալիս է պատասխաններ, բայց այդ պատասխանները ծնում են նոր հարցեր։ Ինչու։ Այդ գործարքները թույլատրվեցին։ Ինչու ոչ ոք չկանգնեցրեց դրանք։ Եվ ամենակարևորը, ուր են այժմ այն մարդիկ, ովքեր հարստացան այդ գործարքներից։ Վանոյի տետրի վերջին էջում, նախքան պոկված էջերը, կա մի գրառում, որը սառեցնում է արյունը։ Վաղը հանդիպում եմ համակարգողի հետ։ Նա ասաց, որ ունի նոր առաջարկ։ Ես չեմ ուզում գնալ, բայց ընտրություն չունեմ։ Եթե չվերադառնամ, այս տետրը պետք է հասնի ճիշտ մարդկանց ձեռքը։ Վանոն երբեք չվերադարձավ այդ հանդիպումից, եւ տետրը հասավ ոստիկանության ձեռքը, բայց ոչ ճիշտ մարդկանց։ Քանի տարի այն պառկեց արխիվում, մինչև որևէ մեկը իսկապես կարդաց այն։ Եվ երբ վերջապես կարդացին, ինչու որոշեցին թաքցնել այն հանրությունից։ Այսօր, 35 տարի անց, մենք ունենք հնարավորություն տեսնել այն, ինչ Վանոն ուզում էր, որ մենք տեսնենք՝ նրա տետրը, նրա թվերը, նրա անունները։ Բայց մենք նաև ունենք հարցեր, որոնց պատասխանները դեռ չգիտենք։ Ով էր Վանոյի համակարգողը։ Ուր են այժմ այն մարդիկ, ովքեր ստորագրեցին այդ գործարքները։ Եվ ամենակարևորը, ինչ էր գրված այն 30 պոկված էջերում, որոնք կարող էին փոխել ամեն ինչ։ 1991-ի աշուն։ Երևանի փողոցներում սկսում են հայտնվել նոր մարդիկ։ Նրանք չեն նման տեղացիներին։ Նրանք հագնում են թանկ կոստյումներ, վարում են օտարերկրյա մեքենաներ, խոսում են անծանանոթ լեզուներով։ Տեղացիները կոչում են նրանց գործարարներ, բայց ոչ ոք չգիտի, թե ինչ գործով են նրանք զբաղված։ Վանոն հանդիպում է այդ մարդկանցից մեկին սեպտեմբերի սկզբին։ Այդ մարդը ներկայացնում է իրեն որպես Մուրադ, թուրք գործարար, ով հետաքրքրված է ներդրումներով Հայաստանում, բայց Մուրադը չի խոսում ներդրումների մասին, նա խոսում է գնումների մասին։ Ես ուզում եմ գնել ձեր հին սարքավորումները, ասում է նա։ Ձեզ դրանք այլևս պետք չեն, գործարանները չեն աշխատում, ինչու թողնել դրանք ժանգոտվեն։ Վանոն հարցնում է. ինչպես է Մուրադը իմացել նրա մասին։ Մուրադը ժպտում է եւ հանում իր գրպանից մի քարտ։ Քարտի վրա գրված է միայն մի անուն՝ դոկտոր Ա։ Վանոն ճանաչում է այդ անունը։ Դոկտոր Ան մարդ է, ում նա հանդիպել է միայն մեկ անգամ, բայց այդ հանդիպումը փոխել է ամեն ինչ։ Դոկտոր Ան էր մարդը, ով ներկայացրեց Վանոյին համակարգին։ Մարդը, ով բացատրեց, թե ինչպես է աշխատում այս բիզնեսը, եւ ամենակարևորը, մարդը, ով երաշխավորեց, որ Վանոն կլինի պաշտպանված, քանի դեռ նա հետևում է կանոններին։ Բայց ով էր դոկտոր Ան։ Վանոյի տետրում այդ մասին շատ քիչ տեղեկություններ կան։ Միայն մի նշում. դոկտոր Ան ունի կապեր բոլորի հետ։ Նա կարող է բացել ցանկացած դուռ, կարող է ստորագրել ցանկացած փաստաթուղթ, բայց նա երբեք չի հայտնվում առաջին պլանում, նա միշտ ստվերում է։ Մուրադի հետ հանդիպումից հետո Վանոն սկսում է նոր գործարքներ։ Առաջին գործարքը Կիրովականի քիմիական կոմբինատի սարքավորումների մի մասը։ Վանոյի տետրում գրված է 200 տոննա սարքավորումներ, գինը $350,000, գնորդ Մուրադի ընկերությունը, տոկոս համակարգողին $35,000, տոկոս դոկտոր Արին $20,000, իմ տոկոսը $15,000, բայց եթե հաշվենք 35 գումարած 20 գումարած 15 հավասար է $70,000, ուր գնաց մնացած 2 180,000-ը։ Վանոն գրել է. մնացածը գնում է համակարգ։ Ես չգիտեմ, թե ինչ է նշանակում դա, բայց դոկտոր Ան ասաց, որ դա ամենակարևոր մասն է։ Երկրորդ գործարքը եղավ ավելի մեծ։ Վանաձորի մեքենաշինական գործարանի ամբողջ արտադրական գիծը։ Վանոյի տետրում 500 տոննա սարքավորումներ, գինը $1,200,000, գնորդ իրանական ընկերություն։ Տոկոսները նույնն են, բայց այս անգամ համակարգողը պահանջեց ավելի շատ։ Նա ասաց, որ այս գործարքը ավելի ռիսկային է, քանի որ Վանաձորը ավելի մեծ քաղաք է եւ ավելի շատ մարդիկ կնկատեն։ Ինչպես կարող ես չնկատել ամբողջ քաղաքը, երբ նրանց գործարանի սարքավորումները բեռնվում էին բեռնատարների վրա եւ տարվում էին դեպի սահման։ Բայց ոչ ոք չխանգարեց։ Ոչ ոստիկանությունը, ոչ տեղական իշխանությունները, ոչ էլ գործարանի նախկին աշխատողները, ովքեր դիտում էին այդ ամենը անօգնական։ Վանոյի տետրում կա մի էջ,
որը նվիրված է աշխատողների արձագանքներին։ Նա գրել է. «Այսօր տեսա մի տղամարդու, ով լաց էր լինում։ Նա կանգնած էր գործարանի դարպասի մոտ եւ դիտում էր, թե ինչպես են բեռնում մեքենաները։ Նա ասաց, որ աշխատել է այդ գործարանում 40 տարի։ Նա ասաց, որ այդ մեքենաները նրա երկրորդ ընտանիքն են։ Ես չկարողացա նայել նրա աչքերին։ Ես զգացի ինձ որպես դավաճան, թեև ես պարզապես կատարում էի իմ աշխատանքը»։ Սա է միակ անգամը, երբ Վանոն իր տետրում խոսում է զգացմունքների մասին։ Մնացած բոլոր էջերը լի են թվերով, անուններով, ամսաթվերով։ Բայց այս մի էջը ցույց է տալիս, որ Վանոն չէր պարզապես սառը հաշվապահ։ Նա տեսնում էր, թե ինչ էր անում։ Եվ դա նրան տանջում էր, բայց ինչու։ Նա շարունակեց. Պատասխանը կա նույն տետրում։ Ես փորձեցի դադարեցնել։ Ես ասացի դոկտոր Ա-ին, որ ես ուզում եմ դուրս գալ։ Նա ժպտաց եւ ասաց. Վանո, դու չես կարող դուրս գալ։ Դու գիտես շատ։ Եվ մարդիկ, ովքեր գիտեն շատ, ունեն միայն երկու ընտրություն՝ շարունակել կամ անհետանալ։ Ես հասկացա, որ դա սպառնալիք էր։ Ես հասկացա, որ ես գերի եմ այս համակարգում։ 1992-ի գարուն Վանոյի գործակները դառնում են ավելի հաճախակի եւ ավելի մեծ։ Նա այլևս չի աշխատում միայն Մուրատի հետ, այժմ կան նոր գնորդներ Իրանից, Թուրքիայից, նույնիսկ Ռուսաստանից։ Յուրաքանչյուր գնորդ հետաքրքրված է տարբեր բաներով։ Թուրքերը ուզում են քիմիական սարքավորումներ, իրանցիները ուզում են մետաղամշակման մեքենաներ, ռուսները ուզում են ամեն ինչ, ինչ կարող են տեղափոխել։ Եվ Վանոն մատակարարում է այդ ամենը։ Նրա տետրում այս ժամանակաշրջանի էջերը լի են գործարքներով։ Յուրաքանչյուր էջում նոր գործարան, նոր գնորդ, նոր գումար, բայց նաև նոր վախեր։ Վանոն սկսում է նկատել, որ նրան հետևում են։ Նա տեսնում է նույն մեքենաները իր տան մոտ։ Նա նկատում է, որ նրա հեռախոսազրույցները լսում են։ Նա զգում է, որ նրա ամեն քայլը վերահսկվում է։ Նրա տետրում նրանք ուզում են վստահ լինել, որ ես չեմ խոսի։ Բայց ում հետ կարող եմ խոսել։ Ոստիկանությունը։ Նրանք մաս են համակարգի։ Լրատվամիջոցներ։ Նրանք վախենում են։ Միջազգային կազմակերպություններ։ Նրանք չեն հետաքրքրված։ Վանոն մենակ է, եւ նա գիտի դա, բայց Վանոն ունի պլան։ Նա որոշում է ամեն ինչ գրել, յուրաքանչյուր գործարք, յուրաքանչյուր անուն, յուրաքանչյուր թիվ։ Նա որոշում է ստեղծել ապացույց, որը կարող է օգտագործվել ապագայում։ Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, գրում է նա, այս տետրը կլինի իմ վկայությունը։ Սա կլինի ապացույցը, որ ես չէի միակը։ Սա կլինի ապացույցը, որ ամբողջ համակարգը ներգրավված էր։ Բայց Վանոն նաև հասկանում է, որ տետրը բավարար չէ։ Նա պետք է ունենա ավելին։ Եվ այստեղ տեղ է, որ նա սկսում է հավաքել լուսանկարներ։ Վանոն սկսում է լուսանկարել փաստաթղթերը։ Յուրաքանչյուր պայմանագիր, յուրաքանչյուր ստորագրություն, յուրաքանչյուր կնիկ։ Նա օգտագործում է փոքր ֆոտոխցիկ, որը կարող է թաքցնել իր գրպանում։ Նա լուսանկարում է գաղտնի հանդիպումների ժամանակ, երբ մարդիկ չեն նկատում։ Նա լուսանկարում է մեքենաները, որոնք բեռնվում են սարքավորումներով։ Նա լուսանկարում է մարդկանց, ովքեր ստորագրում են փաստաթղթերը։ Եվ նա պահում է այդ բոլոր լուսանկարները կարմիր մետաղական տուփում։ Այդ տուփը դառնում է նրա ապահովագրությունը, նրա կյանքի երաշխիքը։ Բայց մի օր Վանոն նկատում է, որ ինչ-որ բան փոխվել է։ Դոկտոր Ան չի պատասխանում նրա զանգերին։ Մուրատը չի հայտնվում նշանակված հանդիպումներին։ Համակարգողը ուղարկում է նոր մարդկանց, ում Վանոն չի ճանաչում։ Եվ այդ նոր մարդիկ սկսում են հարցեր տալ։ Նրանք հարցնում են Վանոյին. ինչ է նա գիտում, ում հետ է նա խոսել, ինչ է նա գրել։ Վանոն հասկանում է, որ նրանք կասկածում են նրան։ Նրանք կարծում են, որ նա կարող է դավաճանել համակարգին։ Վանոյի տետրի այս ժամանակաշրջանի վերջին գրառումը ես գիտեմ, որ նրանք գալիս են ինձ համար։ Ես զգում եմ դա։ Ես տեսնում եմ դա նրանց աչքերում, բայց ես պատրաստ եմ։ Ես թաքցրել եմ տետրը, ես թաքցրել եմ կարմիր տուփը։ Եվ ես թողել եմ հուշումներ մարդկանց համար, ովքեր կարող են հասկանալ։ Եթե դուք կարդում եք սա, նշանակում է ես այլևս այստեղ չեմ։ Բայց իմ պատմությունը պետք է պատմվի։ Ճշմարտությունը պետք է բացահայտվի։ Ո՞վ էին այն մարդիկ, ովքեր կարող էին հասկանալ։ Եթե դուք կարդում եք սա, նշանակում է ես այլևս այստեղ չեմ։ Բայց իմ պատմությունը պետք է պատմվի։ Ճշմարտությունը պետք է բացահայտվի։ Ո՞վ էին այն մարդիկ, ովքեր կարող էին հասկանալ։ Եթե դուք կարդում եք սա, նշանակում է ես այլևս այստեղ չեմ։ Բայց իմ պատմությունը պետք է պատմվի։ Ճշմարտությունը պետք է բացահայտվի։ Ո՞վ էին այն մարդիկ, ովքեր կարող էին հասկանալ։ Եթե դուք կարդում եք սա, նշանակում է ես այլևս այստեղ չեմ։ Բայց իմ պատմությունը պետք է պատմվի։ Ճշմարտությունը պետք է բացահայտվի։ Ո՞վ էին այն մարդիկ, ովքեր կարող էին հասկանալ։
Եթե դուք կարդում եք սա, նշանակում է ես այլևս այստեղ չեմ, բայց իմ պատմությունը պետք է պատմվի։ Ճշմարտությունը պետք է բացահայունա։ Պետք է բացահայտվի։ Ո՞վ էին այն մարդիկ, ովքեր կարող էին հասկանալ։ Եթե դուք կարդում եք սա, նշանակում է ես այլևս այստեղ չեմ, բայց իմ պատմությունը պետք է պատմվի։ Ճշմարտությունը պետք է բացահայտվի։ Ո՞վ էին այն մարդիկ, ովքեր կարող էին հասկանալ։ Եթե դուք կարդում եք սա, նշանակում է ես այլևս այստեղ չեմ, բայց իմ պատմությունը պետք է պատմվի։ Ճշմարտությունը պետք է բացահայտվի։ Ինչպես նա ակնկալում էր, որ նրանք կգտնեն տետրը եւ կարմիր տուփը։ Եվ ամենակարևորը, արդյոք այդ մարդիկ իսկապես գտան այն, ինչ Վանոն ուզում էր, որ նրանք գտնեն։ Թե կարմիր տուփը դեռևս թաքնված է ինչ-որտեղ, սպասելով, որ ինչ-որ մեկը բացահայտի դրա գաղտնիքները։ 1993-ի ձմեռ։ Երևանը ծածկված է դյունով, բայց քաղաքում տիրում է տարօրինակ լռություն։ Մարդիկ խոսում են շշուկներով։ Գործարանները մեկը մյուսի հետևից փակվում են։ Աշխատողները կորցնում են իրենց աշխատանքը։ Բայց ամենավատը չէ սա։ Ամենավատը այն է, որ ոչ ոք չի բացատրում, ինչու։ Պաշտոնական բացատրությունը միշտ նույնն է՝ տնտեսական դժվարություններ, էներգետիկ ճգնաժամ, շուկայի կորուստ, բայց մարդիկ տեսնում են ճշմարտությունը։ Նրանք տեսնում են բեռնատարները, որոնք գալիս են գիշերները եւ տանում են սարքավորումները։ Նրանք տեսնում են օտարերկրյա մարդկանց, ովքեր շրջում են փակ գործարանների շուրջը։ Նրանք տեսնում են, բայց լռում են, քանի որ ով կլսի նրանց։ Վանոն այս ժամանակ գրեթե չի դուրս գալիս իր տնից։ Նրա ընկերները ասում են. «Նոմեր»։ Նա դարձել է ուրվական։ Նա չի պատասխանում հեռախոսազանգերին, նա չի հանդիպում մարդկանց։ Նա ապրում է կարծես սպասելով ինչ-որ բանի։ Նրա նախկին վարորդը հիշում է. վերջին անգամ երբ տեսա Վանոյին, նա տվեց ինձ մի ծրար։ Նա ասաց. «Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, տուր սա իմ քրոջը»։ Ես հարցրի. «Ինչ է այդ ծրարում»։ Նա ասաց. «Ճշմարտությունը»։ Ես չբացեցի այդ ծրարը։ Ես վախեցա։ Ես պարզապես պահեցի այն, ինչպես նա խնդրեց։ Բայց Վանոյի քույրը երբեք չստացավ այդ ծրարը, քանի որ մի ամիս անց վարորդը ինքը անհետացավ։ Նրա ընտանիքը ասում է, որ նա գնաց Ռուսաստան աշխատանքի, բայց նրա անձնագիրը չանցավ սահմանը։ Նրա բանկային հաշիվը չի օգտագործվել։ Նա պարզապես անհետացավ, ինչպես Վանոն։ Եվ ծրարը, որը պարունակում էր ճշմարտությունը, անհետացավ նրա հետ։ Փետրվարի վերջին 1993 տեղի է ունենում ինչ-որ բան, որը փոխում է ամեն ինչ։ Երևանում հայտնվում է մի մարդ, ով ներկայացնում է իրեն որպես միջազգային լրագրող։ Նրա անունն է Ժան-Պիեր Դյուպոն, ֆրանսիացի, ով աշխատում է մեծ եվրոպական թերթի համար։ Նա ասում է, որ եկել է հետաքննելու Հայաստանի տնտեսական իրավիճակը, բայց իրականում նա փնտրում է Վանոյին։ Ինչպես ֆրանսիացի լրագրողը իմացավ Վանոյի մասին, ով ասաց նրան այդ անունը, եւ ինչու նա այդքան հետաքրքրված էր մի հայ հանցագործով։ Ժան-Պիերը սկսում է հարցազրույցներ վերցնել։ Նա խոսում է գործարանների նախկին աշխատողների հետ։ Նա խոսում է տեղական իշխանությունների հետ։ Նա փորձում է խոսել ոստիկանության հետ։ Բայց ամենուր նա հանդիպում է լռության պատի։ Մարդիկ վախենում են խոսել։ Նրանք ասում են. «Ես ոչինչ, չգիտեմ, ես չեմ կարող օգնել։ Խնդրում եմ, մի հարցրեք ինձ այդ մասին»։ Բայց Ժան-Պիերը չի հանձնվում։ Նա շարունակում է փնտրել, եւ վերջապես նա գտնում է մի մարդու, ով համաձայնում է խոսել։ Այդ մարդը Վանոյի նախկին հարևանն է։ Նա ասում է, որ Վանոն խոսել է նրա հետ մի քանի օր առաջ անհետանալուց։ Վանոն ասաց ինձ, որ եթե ինչ-որ մեկը հարցնի նրա մասին, ես պետք է ասեմ մի բան։ Նա ասաց. «Ասա նրանց, որ փնտրեն կարմիր տուփը։ Ասա նրանց, որ այն թաքնված է այնտեղ, որտեղ ամեն ինչ սկսվեց»։ Ժան-Պիերը հարցնում է. «Ինչ»։ Նշանակում է այնտեղ, որտեղ ամեն ինչ սկսվեց։ Հարևանը ասում է. «Ես չգիտեմ, Վանոն չբացատրեց, բայց նա ասաց, որ ճիշտ մարդը կհասկանա»։ Ժան-Պիերը սկսում է հետաքննություն։ Նա փորձում է պարզել, թե որտեղ է Վանոն սկսել իր բիզնեսը։ Նա խոսում է մարդկանց հետ, ովքեր ճանաչում էին Վանոյին 90-ականների սկզբին։ Եվ նա իմանում է, որ Վանոն սկսել է աշխատել մի փոքր գրասենյակում, Երևանի կենտրոնում։ Այդ գրասենյակը գտնվում էր հին շենքում, որը հիմա լքված է։ Ժան-Պիերը վեր գնում է այնտեղ։ Շենքը իսկապես լքված է։ Պատուհանները կոտրված են, դռները բաց են, թաթակները ծածկված են աղբով։ Բայց Ժան-Պիերը չի հանձնվում։ Նա մտնում է շենք եւ սկսում է փնտրել։ Նա ստուգում է յուրաքանչյուր սենյակ, յուրաքանչյուր անկյուն։ Եվ վերջապես, երրորդ հարկի մի փոքր սենյակում նա գտնում է ինչ-որ բան։ Հատակի տախտակներից մեկը շարժական է։ Ժան-Պիերը բարձրացնում է այդ տախտակը եւ տեսնում է փոքր թաքստոց։ Եվ այդ թաքստոցում կարմիր մետաղական տուփ։ Նրա սիրտը սկսում է ավելի արագ բաբախել։
Նա վերցնում է տուփը։ Այն ծանր է։ Նա փորձում է բացել այն, բայց այն կողպված է։ Նա պետք է գտնի բանալին։ Բայց Ժան-Պյերը չի ունենում ժամանակ փնտրելու բանալին, քանի որ նա լսում է ձայներ։ Ինչ-որ մեկը գալիս է շենք։ Ժան-Պյերը թաքնվում է։ Նա տեսնում է երկու մարդկանց, ովքեր մտնում են սենյակ։ Նրանք նայում են շուրջը, կարծես փնտրում են ինչ-որ բան։ Մեկը ասում է. «Նա ասաց, որ այն պետք է լինի այստեղ»։ Մյուսը պատասխանում է. «Մենք ուշացել ենք, ինչ-որ մեկը արդեն վերցրել է այն»։ Նրանք դուրս են գալիս սենյակից։ Ժան-Պյերը սպասում է, մինչև նրանց ձայները հեռանում են։ Ապա նա արագ դուրս է գալիս շենքից, կարմիր տուփը ամուր բռնած իր ձեռքում։ Ժան-Պյերը վերադառնում է իր հյուրանոց։ Նա փակում է դուռը, փակում է վարագույրները, ապա նա վերցնում է տուփը եւ փորձում է բացել այն։ Նա օգտագործում է գործիք, որը գտել է հյուրանոցի սենյակում։ Վերջապես կողպեքը կոտրվում է։ Ժան-Պյերը բացում է տուփը։ Եվ այն, ինչ նա տեսնում է ներսում, փոխում է ամեն ինչ։ Տուփում կան լուսանկարներ, տասնյակ լուսանկարներ։ Յուրաքանչյուր լուսանկարում փաստաթղթեր, պայմանագրեր, 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 ամենակարևորը՝ դեմքեր։ Ժան-Պյերը տեսնում է դեմքեր, որոնք նա ճանաչում է։ Դեմքեր, որոնք հայտնի են Հայաստանում։ Դեմքեր, որոնք պատկանում են մարդկանց իշխանության մեջ։ Եվ այդ մարդիկ ստորագրում են փաստաթղթեր, որոնք վաճառում են Հայաստանի գործարանները։ Սա է ապացույցը, որը Վանոն ուզում էր թողնել։ Սա է ճշմարտությունը, որը նա ուզում էր, որ աշխարհը տեսնի։ Բայց Ժան-Պյերը նաև տեսնում է ինչ-որ բան այլ։ Տուփի հատակին կա մի փոքր նոթ, ձեռագիր նոթ, Վանոյի ձեռագրով։ Այնտեղ գրված է. Եթե դուք կարդում եք սա, նշանակում է դուք գտել եք տուփը։ Բայց սա միայն սկիզբն է։ Իրական ապացույցները թաքնված են ավելի խորը։ Թնտրեք տետրը։ Տետրում կա ամեն ինչ։ Բոլոր անունները, բոլոր թվերը, բոլոր գործարքները։ Բայց զգույշ եղեք։ Նրանք, ովքեր ուզում են թաքցնել ճշմարտությունը, չեն կանգնի ոչինչի առջև։ Ժան-Պյերը հասկանում է, որ նա վտանգի մեջ է։ Նա հասկանում է, որ այն մարդիկ, ովքեր եկել էին շենք, փնտրում էին տուփը, եւ նրանք հիմա գիտեն, որ ինչ-որ մեկը վերցրել է այն։ Նա պետք է արագ գործի։ Նա պետք է հրապարակի այս ապացույցները։ Մինչև ուշ չէ։ Բայց նա նաև պետք է գտնի տետրը։ Քանի որ առանց տետրի լուսանկարները միայն մասնակի ապացույց են։ Տետրում է ամբողջ պատմությունը։ Ժան-Պյերը որոշում է կապվել իր խմբագրի հետ Փարիզում։ Նա պատմում է նրան այն ամենի մասին, ինչ գտել է։ Խմբագիրը ասում է. «Սա հսկայական պատմություն է, բայց մենք պետք է ունենանք ավելի շատ ապացույցներ։ Մենք պետք է գտնենք այդ տետրը»։ Ժան-Պյերը համաձայնում է։ Նա սկսում է նոր փնտրտուք։ Բայց այս անգամ նա ավելի զգույշ է։ Նա գիտի, որ նրան հետևում են։ Նա զգում է դա։ Մարտի սկզբին Ժան-Պյերը ստանում է անանուն հեռախոսազանգ։ Ձայնը ասում է. «Դուք փնտրում եք տետրը։ Ես գիտեմ, թե որտեղ է այն, բայց եթե ուզում եք այն,
Դուք պետք է հանդիպեք ինձ։ Միայնակ։ Այսօր գիշերը 5 կամրջի մոտ։ Ժամպիերը գիտի, որ սա կարող է լինել թակարդ, բայց նա նաև գիտի, որ սա կարող է լինել նրա միակ հնարավորությունը գտնել տետրը։ Նա որոշում է գնալ։ Գիշերը Ժամպիերը գնում է 5 կամրջի մոտ, այնտեղ մութ է եւ լուռ։ Նա սպասում է, եւ հանկարծ նա տեսնում է ստվեր։ Մի մարդ մոտենում է նրան։ Մարդը ասում. «Դուք Ժամպիերն եք։ Ես գիտեմ, թե ինչու եք այստեղ։ Ես ունեմ տետրը, բայց նախքան ես տամ այն ձեզ, դուք պետք է խոստանաք ինձ մի բան»։ Ժամպիերը հարցնում է. «Ինչ»։ Մարդը ասում է. «Դուք պետք է պատմեք ամբողջ պատմությունը։ Դուք պետք է անվանեք բոլոր անունները։ Դուք պետք է ցույց տաք աշխարհին, թե ինչ եղավ Հայաստանի հետ, եւ դուք պետք է ասեք, որ Վանոն չէր հանցագործ։ Նա էր մարդ, ով փորձեց բացահայտել ճշմարտությունը»։ Ժամպիերը խոստանում է։ Մարդը տալիս է նրան մի փաթեթ, ապա նա անհետանում է մթության մեջ։ Ժամպիերը բացում է փաթեթը։ Այնտեղ է Վանոյի սև կաշվե տետրը։ Նա բացում է այն, եւ նա տեսնում է էջեր, լի թվերով, անուններով, ամսաթվերով, յուրաքանչյուր էջ պատմում է պատմություն։ Պատմություն այն մասին, թե ինչպես ամբողջ երկրի արդյունաբերությունը վաճառվեց կտորներով։ Պատմություն այն մասին, թե ով եղավ այդ ամենի հետևում, եւ պատմություն այն մասին, թե ինչու ոչ ոք չկանգնեցրեց դա։ Բայց երբ Ժամպիերը հասնում է տետրի վերջին էջերին, նա տեսնում է, որ դրանք պոկված են։ Վերջին 30 էջերը բացակայում են։ Նա հիասթափված է։ Բայց ապա նա նկատում է մի բան։ Վերջին մնացած էջի վրա կա մի նշում։ Վերջին էջերը թաքնված են ամենաանվտանգ վայրում, այնտեղ, որտեղ ոչ ոք չի փնտրի, այնտեղ, որտեղ ճշմարտությունը միշտ պաշտպանված է։ Փնտրեք այնտեղ, որտեղ մեռելները պահպանում են գաղտնիքները։ Ուր է այդ վայրը։ Ինչ նշանակում է այնտեղ, որտեղ մեռելները պահպանում են գաղտնիքները։ Արդյոք մեռելները ունեն գաղտնիքներ, թե որպես եւ ինչպես։ Ուղղակի հետ եմ ձեզ հետևելու։ Հետեք իմ հետ։ Նում են գաղտնիքները։ Արդյոք Վանոն թաքցրել է վերջին էջերը գերեզմանատանը։ Թե սա մեկ այլ խորհրդանիշ է, որը միայն ճիշտ մարդը կարող է հասկանալ։ Եվ ամենակարևորը, արդյոք այդ էջերը դեռևս գոյություն ունեն, թե դրանք արդեն ոչնչացվել են նրանց կողմից, ովքեր ուզում են թաքցնել ճշմարտությունը։ Երբ Ժամպիերը վերադարձավ իր հյուրանոց, նա գտավ մի բան, որը երբեք չպետք է գտներ։ Նրա սենյակի դուռը բաց էր։ Ներսում ամեն ինչ շրջված էր, վերևից ներքև։ Նրա պայուսակը դատարկված էր։ Նրա փաստաթղթերը ցրված էին հատակին։ Նրա համակարգիչը կոտրված էր։ Բայց ամենասարսափելին այն էր, որ պատի վրա արյունակարմիր ներկով գրված էր մի նախադասություն. «Դադարեցրու հիմա, մինչև ուշ չէ»։ Ժամպիերի ձեռքերը սկսեցին դողալ։ Նա հասկացավ, որ նրանք գիտեն ամեն ինչ։ Նրանք գիտեն, որ նա ունի տետը։ Նրանք գիտեն, որ նա ունի լուսանկարները։ Եվ նրանք պատրաստ են անել ամեն ինչ կանգնեցնելու նրան։ Բայց ով էին նրանք։ Արդյոք սրանք էին նույն մարդիկ, ովքեր անհետացրել էին Վանոյին։ Թե սա էր նոր սպառնալիք, նոր թշնամի, ով չուզում էր, որ 35 տարվա գաղտնիքները բացահայտվեն։ Ժամպիերը նստեց անկողնու եզրին եւ փորձեց մտածել։ Նա գիտեր, որ ժամանակը սպառվում է։ Նա պետք է գործեր արագ, բայց նախ նա պետք է հասկանար Վանոյի վերջին հուշումը։ Վանոյի նախկին բժիշկը, դոկտոր Արամ Մկրտչյանը, ով այժմ ապրում է Երևանի արվարձաններից մեկում, համաձայնեց խոսել առաջին անգամ 30 տարվա ընթացքում։ Նրա ձեռքերը դողում էին, երբ նա բացեց հին բժշկական պատմությունների գրքույկը։ Վանոն եկավ։ Ինձ մոտ 1995-ի գարնանը, սկսեց նա։ Նա ասաց, որ չի կարող քնել, որ տեսնում է մարդկանց, ովքեր հետևում են իրեն, որ լսում է ձայներ։ Ես կարծեցի, որ սա պարանոյա է, բայց երբ նա ցույց տվեց ինձ իր մարմնի վրա կապույտները, երբ նա պատմեց, թե ինչպես են նրան սպառնացել, ես հասկացա, որ սա իրական է։ Դոկտոր Մկրտչյանը դադարարեց եւ խորը շունչ քաշեց։ Վանոն ինձ տվեց մի ծրար։ Նա ասաց, եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, բացի սա միայն այն ժամանակ, երբ գտնես մարդու, ում կարող ես վստահել։ Ես պահեցի այդ ծրարը 30 տարի։ Ես երբեք չբացեցի այն, բայց հիմա, երբ դուք այստեղ եք, ես կարծում եմ, որ ժամանակն է։ Դոկտորը գնաց իր սենյակ եւ վերադարձավ մի հին դեղնած ծրարով։ Նրա ձեռքերը դողում էին, երբ նա հանձնեց այն Ժամպիերին։ Ծրարի վրա Վանոյի ձեռագրով գրված էր. բժշկական գաղտնիք, բացել միայն արտակարգ իրավիճակում։ Ժամպիերը զգույշ բացեց ծրարը։ Ներսում էին բժշկական վերլուծությունների արդյունքներ, դեղերի ցուցակներ եւ ամենակարևորը՝ մի նամակ։ Նամակում Վանոն գրել էր.
Եթե դուք կարդում եք սա, նշանակում ես այլևս կենդանի չեմ, բայց նախքան մեռնելը ես ուզում եմ, որ դուք իմանաք ճշմարտությունը։ Ես հիվանդ էի։ Բժիշկները տվեցին ինձ 6 ամիս, բայց ես չմեռա հիվանդությունից։ Ես մեռա, քանի որ գիտեի շատ։ Նամակը շարունակվում էր։ Համակարգողը չէր պարզապես մեկ մարդ։ Սա էր ամբողջ ցանց։ Մարդիկ իշխանության մեջ, մարդիկ բիզնեսում, մարդիկ օտարերկրյա կառավարություններում, նրանք բոլորը աշխատում էին միասին, եւ նրանց նպատակը չէր պարզապես փող։ Նրանց նպատակն էր ոչնչացնել Հայաստանի արդյունաբերությունը, որպեսզի երկիրը դառնա կախված արտաքին ուժերից։ Ժան-Պիերը զգաց, թե ինչպես է սառչում նրա արյունը։ Սա չէր պարզապես կոռուպցիայի պատմություն։ Սա էր ավելի խորը, ավելի մութ, ավելի վտանգավոր։ Սա էր պատմություն ամբողջ երկրի դավադրության մասին։ Դոկտոր Մկրտչյանը շարունակեց. Վանոն ինձ ասաց նաև մի բան այլ։ Նա ասաց, որ վերջին էջերը, որոնք պոկել է տետրից, թաքցրել է այնտեղ, որտեղ նա զգում էր ամենաապահովը։ Նա ասաց. այնտեղ, որտեղ իմ հայրը հանգչում է։ Ես հասկացա, որ նա խոսում է գերեզմանատան մասին։ Բայց ո՞ր գերեզմանատան։ Վանոյի հայրը թաղված է Երևանի 5 գերեզմանատանը, բայց այնտեղ հազարավոր գերեզմաններ կան։ Ժան-Պիերը գիտեր, թե ինչ պետք է անի։ Նա պետք է գնար գերեզմանատուն, բայց նա նաև գիտեր, որ սա կարող է լինել թակարդ, եթե նրանք հետևում էին իրեն, եթե նրանք լսում էին նրա զրույցները, ապա նրանք նույնպես կգիտեին, թե որտեղ է գնալու։ Նա պետք է լիներ զգույշ։ Նա պետք է ունենար պլան։ Նա որոշեց սպասել մինչև գիշեր։ Գիշերը, երբ գերեզմանատունը դատարկ կլիներ, երբ նա կարող էր փնտրել առանց ուշադրություն գրավելու։ Բայց մինչև գիշեր։ Ժան-Պիերը պատրաստվում էր գերեզմանատուն գնալ, նա ստացավ այցելություն։ Դուռը թակեցին։ Ժան-Պիերը սառեցավ։ Ո՞վ կարող է լինել։ Նա մոտեցավ դռանը եւ զգույշ բացեց այն։ Դռան առջև կանգնած էր կին, մոտավորապես 50 տարեկան, հագած սև զգեստ։ Նա ասաց. Ես Վանոյի քույրն եմ։ Ես լսեցի, որ դուք փնտրում եք իմ եղբոր մասին ճշմարտությունը։ Ես ուզում եմ օգնել ձեզ։ Ժան-Պիերը թույլ տվեց նրան մտնել։ Կինը նստեց եւ սկսեց պատմել։ Իմ եղբայրը չէր հանցագործ, ասաց նա։ Նա էր մարդ, ով ներքաշվեց մի համակարգի մեջ, որից չէր կարող դուրս գալ։ Նա փորձեց պատմել ճշմարտությունը, բայց ոչ ոք չուզեց լսել։ Նա փորձեց գնալ ոստիկանություն, բայց ոստիկանությունը մաս էր այդ համակարգի։ Նա փորձեց գնալ լրատվամիջոցներ, բայց լրատվամիջոցները վախենում էին, այնպես որ նա որոշեց անել միակ բանը, որ կարող էր անել՝ գրել ամեն ինչ եւ թաքցնել այն ապագայի համար։ Կինը դադարարեց եւ սրբեց իր արցունքները։ Վանոն ինձ ասաց, որ եթե նրան ինչ-որ բան պատահի, ես պետք է սպասեմ։ Ես պետք է սպասեմ, մինչև գա ճիշտ մարդը։ Մարդը, ով իսկապես կուզի իմանալ։ Սա բանալին է իմ եղբոր անվտանգ տուփի համար, ասաց նա։ Այդ տուփը գտնվում է բանկում, բայց ոչ սովորական բանկում։ Սա մասնավոր բանկ է, որը սպասարկում է միայն հատուկ հաճախորդների։ Վանոն բացել էր այդ տուփը 1994-ի ամառը։ Նա ասաց ինձ, որ այնտեղ պահում է ամենակարևոր փաստաթղթերը, փաստաթղթերը, որոնք կարող են ապացուցել ամեն ինչ։ Ժան-Պիերը վերցրեց բանալին։ Նա զգաց դրա ծանրությունը իր ձեռքում։ Սա էր բանալին դեպի ճշմարտությունը, բայց նա նաև գիտեր, որ սա կարող էր լինել բանալին դեպի վտանգը։ Հաջորդ առավոտ Ժան-Պիերը գնաց բանկ։ Բանկը գտնվում էր Երևանի կենտրոնում, հին շենքում, որը դրսից չէր նման բանկի։ Ներսում ամեն ինչ էր հին ոճով, փայտե, կահույք, ծանր վարագույրներ, մութ լույսեր։ Ժան-Պիերը մոտեցավ ադմինիստրատորին եւ ցույց տվեց բանալին։ Ադմինիստրատորը նայեց բանալուն, ապա նայեց Ժան-Պիերին։ Հետևեք ինձ, ասաց նա։ Նրանք իջան ստորգետնյա հարկ, որտեղ գտնվում էին անվտանգ տուփերը։ Ադմինիստրատորը ցույց տվեց մի տուփ, համարը 256։ Սա ձեր տուփն է, ասաց նա եւ հեռացավ։ Ժան-Պիերը մնաց միայնակ։ Նա զգույշ մտցրեց բանալին կողպեքի մեջ եւ շրջեց այն։ Տուփը բացվեց։ Ներսում էր մի մեծ ծրար, փաթաթված շագանակագույն թղթի մեջ։ Ժան-Պիերը վերցրեց ծրարը եւ բացեց այն։ Ներսում էին էջեր, 30 էջ, պոկված Վանոյի տետրից։ Յուրաքանչյուր էջ լի էր անուններով, թվերով, ամսաթվերով, բայց այս էջերը տարբերվում էին մնացածներից։ Այս էջերում Վանոն գրել էր ոչ միայն գործարքների մասին, նա գրել էր նաև մարդկանց մասին։ Իրական անուններ, ոչ կոդային անուններ։ Եվ այդ անուններից շատերը Ժան-Պիերը ճանաչում էր։ Առաջին անունը Արթուր Գրիգորյան, նախկին փոխնախարար։ Վանոն գրել էր. Գրիգորյանը ստորագրեց թույլտվությունը Կիրովականի կոմբինատի սարքավորումների արտահանման համար։
Նրա տոկոսը $100,000։ Փողերը փոխանցվեցին շվեյցարական բանկ։ Երկրորդ անունը Վահագն Սարգսյան, նախկին ոստիկանության գնդապետ։ Վանոն գրել էր. Սարգսյանը ապահովեց, որ ոչ մի քննություն չսկսվի գործարանների փակման մասին։ Նրա տոկոսը $75,000։ Փողերը տրվեցին կանխիկ։ Երրորդ անունը Դավիթ Հովհաննիսյան, նախկին դեսպան։ Վանոն գրել էր. Հովհաննիսյանը կազմակերպեց կապերը թուրք եւ իրանական գնորդների հետ։ Նրա տոկոսը $200,000։ Փողերը փոխանցվեցին օֆշորային ընկերության հաշվին։ Ժան-Պիերը շարունակեց կարդալ. Յուրաքանչյուր էջ բացահայտում էր նոր անուններ, նոր գործարքներ, նոր մանրամասներ։ Բայց ամենասարսափելին էր վերջին էջը։ Այնտեղ Վանոն գրել էր. Համակարգողը Լևոն Պետրոսյան, նախկին նախարար։ Նա էր մարդը, ով համակարգում էր ամբողջ գործողությունը։ Նա էր մարդը, ով ստանում էր ամենամեծ տոկոսը։ Նա էր մարդը, ով որոշում էր, թե որ գործարանը կփակվի, երբ եւ ինչ գնով։ Նրա ընդհանուր եկամուտը այս գործարքներից ավելի քան $3 միլիոն։ Բայց ամենակարևորը, նա չէր աշխատում միայնակ։ Նա ուներ հովանավորներ ավելի բարձր մակարդակում։ Մարդիկ, ում անունները ես չգիտեմ, բայց ում ազդեցությունը զգում էի ամեն օր։ Ժան-Պիերը փակեց էջերը։ Նրա ձեռքերը դողում էին։ Նա հասկացավ, որ այս ապացույցները կարող էին փոխել ամեն ինչ։ Բայց նա նաև հասկացավ, որ այս ապացույցները նրան դարձնում էին թիրախ։ Մարդիկ, ում անունները գրված էին այդ էջերում, չէին ուզում, որ այս ճշմարտությունը բացահայտվի։ Նրանք անում էին ամեն ինչ կանգնեցնելու նրան։ Եվ Ժան-Պիերը գիտեր, որ նա պետք է շտապի։ Նա պետք է հրապարակի այս ապացույցները, մինչև ուշ չէ։ Բայց երբ Ժան-Պիերը դուրս եկավ բանկից, նա նկատեց ինչ-որ բան։ Փողոցի մյուս կողմում կանգնած էր մի մեքենա։ Մեքենայի ներսում երկու մարդ, ովքեր նայում էին նրան։ Ժան-Պիերը փորձեց չցույց տալ, որ նկատել է նրանց։ Նա սկսեց քայլել դեպի իր հյուրանոց, բայց մեքենան սկսեց հետևել նրան։ Ժան-Պիերը արագացրեց իր քայլերը։ Մեքենան նույնպես արագացավ։ Ժան-Պիերը հասկացավ, որ նա վտանգի մեջ է։ Նա սկսեց վազել։ Նա վազեց նեղ փողոցներով, շրջվեց անկյուններում, փորձեց կորցնել հետապնդողներին, բայց մեքենան շարունակում էր հետևել նրան։ Վերջապես Ժան-Պիերը վազեց մի հին շենք եւ թաքնվեց ստորգետնյա հարկում։ Նա լսեց, թե ինչպես մեքենան անցավ, ապա դադարեց, ապա շարժվեց հետ։ Դրանք փնտրում էին նրան։ Ժան-Պիերը նստեց մութ անկյունում եւ փորձեց հանգստանալ։ Նա գիտեր, որ չի կարող մնալ այնտեղ երկար։ Նա պետք է գտներ ելք։ Նա պետք է գտներ ճանապարհ դուրս գալու այս երկրից, ապացույցներով։ Բայց ինչպես։ Օդանավակայանը հավանաբար վերահսկվում էր, սահմանները նույնպես։ Նա պետք է գտներ այլ ճանապարհ։ Եվ հանկարծ նա հիշեց մի բան։ Դոկտոր Մկրտչյանը նշել էր, որ Վանոն ուներ ընկերներ, ովքեր կարող էին օգնել։ Մարդիկ, ովքեր պարտք ունեին Վանոյին։ Մարդիկ, ովքեր կարող էին կազմակերպել գաղտնի ճանապարհ դուրս երկրից։ Ժան-Պիերը որոշեց փորձել գտնել այդ մարդկանց, բայց նախ նա պետք է դուրս գար այդ շենքից առանց նկատվելու։ Գիշերը Ժան-Պիերը զգույշ դուրս եկավ շենքից։ Փողոցները դատարկ էին։ Մեքենան այլևս չկար։ Բայց Ժան-Պիերը գիտեր, որ սա չի նշանակում, որ նա անվտանգ է։ Նրանք կարող էին լինել ցանկացած տեղ, սպասելով նրան։ Նա որոշեց չգնալ հյուրանոց։ Փոխարենը նա գնաց մի փոքր սրճարան, որը բաց էր ամբողջ գիշեր։ Այնտեղ նա նստեց անկյունում եւ փորձեց մտածել։ Նրա գրպանում էին Վանոյի տետրի վերջին 30 էջերը։ Այս էջերը պարունակում էին ամենակարևոր ապացույցները։ Բայց ինչպես նա կարող էր դրանք հասցնել աշխարհին։ Ժան-Պիերը որոշեց զանգել իր խմբագրին Փարիզում, բայց երբ նա վերցրեց իր հեռախոսը, նա տեսավ, որ այն չի աշխատում։ Մարդկոցը լիքն էր, բայց ազդանշանը չկար։ Ինչ-որ մեկը արգելափակել էր նրա հեռախոսը։ Ժան-Պիերը զգաց, թե ինչպես է սառչում նրա արյունը։ Նրանք վերահսկում էին նրա ամեն քայլը։ Նրանք գիտեին, թե որտեղ է նա, ինչ է անում, ում հետ է փորձում կապվել։ Նա պետք է գտներ այլ ճանապարհ։ Սրճարանի սեփականատերը, տարեց մարդ, ով նստած էր բարի հետևում, նկատեց Ժան-Պիերի անհանգստությունը։ Նա մոտեցավ նրան եւ հարցրեց. Ամեն ինչ կարգին է։ Ժան-Պիերը նայեց նրան եւ որոշեց ռիսկի գնալ։ Ես պետք է զանգեմ Փարիզ, ասաց նա, բայց իմ հեռախոսը չի աշխատում։ Տարեց մարդը ժպտաց։ Օգտագործեք իմ հեռախոսը, ասաց նա։ Հին հեռախոս է, բայց աշխատում է։ Նա ցույց տվեց հին ֆիքսված հեռախոս, որը կախված էր պատին։ Ժան-Պիերը զանգեց Փարիզ։ Նրա խմբագիրը պատասխանեց անմիջապես։ Ժան-Պիեր, որտեղ ես, հարցրեց նա։ Մենք անհանգստանում ենք քո համար։
Ժան-Պիերը արագ բացատրեց իրավիճակը։ Նա պատմեց տետրի մասին, լուսանկարների մասին, վերջին 30 էջերի մասին։ Նա պատմեց անուններից, գործարքներից, ապացույցներից։ Խմբագիրը լսում էր լռությամբ։ Ապա նա ասաց. «Ժան-Պիեր, դու պետք է դուրս գաս այնտեղից անմիջապես։ Սա ավելի վտանգավոր է, քան մենք կարծում էինք։ Մենք կուղարկենք մարդկանց քեզ օգնելու»։ Բայց Ժան-Պիերը գիտեր, որ չի կարող սպասել։ Նա ասաց. «Ես կուղարկեմ քեզ ամեն ինչ էլեկտրոնային փոստով։ Ես կսկանավորեմ բոլոր էջերը, բոլոր լուսանկարները։ Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, դու պետք է հրապարակես դրանք»։ Ունեք համակարգիչ, հարցրեց նա։ Տարեց մարդը ցույց տվեց հին համակարգիչ, որը կանգնած էր անկյունում։ Օգտագործեք, ասաց նա։ Ժան-Պիերը նստեց համակարգչի առջև եւ սկսեց սկանավորել էջերը։ Յուրաքանչյուր էջ, յուրաքանչյուր լուսանկար, յուրաքանչյուր փաստաթուղթ։ Սա տևեց ավելի քան 2 ժամ, բայց վերջապես ամեն ինչ պատրաստ էր։ Նա ուղարկեց ֆայլերը Փարիզ, ապա նա ջնջեց բոլոր հետքերը համակարգչից։ Նա գիտեր, որ այժմ, նույնիսկ եթե նրան ինչ-որ բան պատահի, ճշմարտությունը կպահպանվի։ Ապացույցները կլինեն անվտանգ տեղում։ Բայց Ժան-Պիերը նաև ուզում էր հասկանալ ավելին։ Նա ուզում էր իմանալ, թե ինչու այս ամենը տեղի ունեցավ։ Ինչու Հայաստանի գործարանները վաճառվեցին։ Ով էր իսկապես շահագրգռված այդ գործարքներում։ Եվ ամենակարևորը, արդյոք այս համակարգը դեռևս գործում է այսօր։ Նա որոշեց գտնել մեկին, ով կարող էր պատասխանել այս հարցերին։ Եվ նա գիտեր, թե ով էր այդ մարդը։ Լևոն Պետրոսյանը, նախկին նախարարը, ում անունը Վանոն նշել էր որպես համակարգող, դեռևս ապրում էր Երևանում։ Նա այժմ ուներ մասնավոր բիզնես, խորհրդատվական ընկերություն, որը օգնում էր օտարերկրյա ներդրողներին։ Իրոնիան ակնհայտ էր։ Մարդը, ով վաճառել էր Հայաստանի գործարանները, այժմ օգնում էր օտարերկրացիներին գնել հայկական ակտիվները։ Ժան-Պիերը որոշեց հանդիպել նրա հետ, բայց նա գիտեր, որ սա կլիներ վտանգավոր։ Պետրոսյանը չէր պարզապես հին պաշտոնյա։ Նա էր մարդ, ով դեռևս ուներ իշխանություն, դեռևս ուներ կապեր, դեռևս ուներ ռեսուրսներ։ Ժան-Պիերը զանգեց Պետրոսյանի գրասենյակ եւ պահանջեց հանդիպում։ Նա ներկայացավ որպես եվրոպական ներդրող, ով հետաքրքրված է Հայաստանի շուկայով։ Պետրոսյանի քարտուղարուհին ասաց, որ նախարարը կարող է ընդունել նրան հաջորդ օրը։ Ժան-Պիերը համաձայնեց։ Նա գիտեր, նոմեր։ Սա կարող էր լինել նրա միակ հնարավորությունը լսել ճշմարտությունը ուղղակիորեն այն մարդուց, ով կազմակերպել էր ամբողջ համակարգը։ Հաջորդ օրը Ժան-Պիերը գնաց Պետրոսյանի գրասենյակ։ Գրասենյակը գտնվում էր Երևանի կենտրոնում, նոր շենքում, որը փայլում էր ապակու եւ մետաղից։ Ներսում ամեն ինչ էր թանկ եւ ժամանակակից։ Պետրոսյանը ընդունեց նրան իր մասնավոր սենյակում։ Նա էր տարեց մարդ, մոտավորապես 70 տարեկան, բայց դեռևս ուժեղ եւ վստահ։ Նա հագած էր թանկ կոստյում, նրա ձեռքին էր ոսկե ժամացույց։ Նա ժպտաց եւ ասաց. «Բարիգարուստ Հայաստան, ինչպես կարող եմ օգնել ձեզ»։ Ժան-Պիերը նստեց եւ սկսեց խոսել իր ներդրումային պլանների մասին, բայց մի քանի րոպե անց նա փոխեց թեման։ «Պարոն Պետրոսյան», ասաց նա, «ես լսել եմ, որ դուք աշխատել եք կառավարությունում 90-ականներին։ Այդ դժվար ժամանակներ էին, չէ՞։ Պետրոսյանի ժպիտը մի փոքր սառեց։ Այո, ասաց նա, դժվար ժամանակներ էին, բայց մենք արեցինք այն, ինչ պետք էր անել, փրկելու երկիրը։ Ժան-Պիերը շարունակեց. Ես լսել եմ նաև, որ շատ գործարաններ փակվեցին այդ ժամանակ։ Ինչու։ Պետրոսյանը նայեց Ժան-Պիերին ավելի ուշադիր։ Ո՞վ եք դուք իրականում, հարցրեց նա։ Ժան-Պիերը որոշեց ասել ճշմարտությունը։ Ես լրագրող եմ, ասաց նա։ Եվ ես հետաքննում եմ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի գործարանների հետ 90-ականներին։ Պետրոսյանի դեմքը դարձավ սառը։ Դուրս եկեք իմ գրասենյակից, ասաց նա։ Բայց Ժան-Պիերը չշարժվեց։ Ես ունեմ ապացույցներ, ասաց նա։ Ես ունեմ Վանոյի տետրը, ես ունեմ լուսանկարները, ես ունեմ վերջին 30 էջերը, որտեղ գրված է ձեր անունը։ Պետրոսյանը սառեցավ։ Նրա դեմքը դարձավ գունատ։ Դուք չգիտեք, թե ինչի մասին եք խոսում, ասաց նա, բայց նրա ձայնը դողում էր։ Ժան-Պիերը շարունակեց. Ես գիտեմ ամեն ինչ։ Ես գիտեմ, թե ինչպես դուք համակարգեցիք գործարանների վաճառքը։ Ես գիտեմ, թե որքան փող ստացաք։ Ես գիտեմ, թե որտեղ են այդ։ Ապա բացատրեք ինձ, ասաց Ժան-Պիերը։ Պետրոսյանը հառաչեց։ Երկիրը քայքայվում էր, սկսեց նա։ Մենք չունեինք էներգիա, չունեինք շուկա, չունեինք փող։ Գործարանները չէին կարող աշխատել։ Մենք պետք է անեինք ինչ-որ բան։ Եվ մենք արեցինք միակ բանը, որ կարող էինք անել։ Վաճառեցինք այն, ինչ կարող էինք։
Վաճառել։ Ժամպիերը հարցրեց. բայց ինչու այդ փողերը չգնացին պետական բյուջե։ Ինչու դրանք գնացին մասնավոր գրպաններ։ Պետրոսյանը լռեց։ Ապա նա ասաց. Դուք չեք հասկանում, թե ինչպես է աշխատում համակարգը։ Ոչ ոք չի անում ոչինչ անվճար։ Բոլորը ուզում են։ Նույնիսկ եթե դա նշանակում է ամբողջ երկրի դավաճանություն, ասաց Ժամպիերը։ Պետրոսյանը նայեց նրան սառը աչքերով։ Դավաճանություն, կրկնեց նա։ Դուք օգտագործում եք մեծ բառեր, բայց դուք չեք ապրել այդ ժամանակներում։ Դուք չեք տեսել, թե ինչ էր։ Տեղի ունենում։ Մարդիկ սովամահանում էին, երեխաները սառչում էին ձմռանը։ Հիվանդանոցները չունեին դեղեր։ Մենք պետք է փրկեինք այն, ինչ կարող էինք փրկել, եւ եթե դա նշանակում էր վաճառել 5 գործարանները, ապա այդպես էլ արեցինք։ Ժամպիերը զգաց զայրույթ։ Բայց դուք չփրկեցիք ոչինչ, ասաց նա։ Դուք պարզապես հարստացաք։ Դուք եւ ձեր ընկերները։ Մինչդեռ 100 հազարավոր մարդիկ կորցրին իրենց աշխատանքը, իրենց ապագան, իրենց հույսը։ Պետրոսյանը ոտքի ելավ։ Այս զրույցը ավարտված է, ասաց նա։ Եվ եթե դուք փորձեք հրապարակել ձեր ապացույցները, ես երաշխավորում եմ, որ դուք կհայտնվեք խնդիրների մեջ, մեծ խնդիրների մեջ։ Ժամպիերը ոտքի ելավ նույնպես։ Ես չեմ վախենում ձեր սպառնալիքներից, ասաց նա։ Ճշմարտությունը պետք է բացահայտվի։ Երբ Ժամպիերը դուրս եկավ շենքից, նա զգաց, թե ինչպես է դողում նրա ամբողջ մարմինը։ Նա գիտեր, որ այժմ նա իսկապես վտանգի մեջ է։ Պետրոսյանը չէր պարզապես սպառնացել, նա խոստացել էր։ Եվ Ժամպիերը գիտեր, որ այդպիսի մարդիկ պահպանում են իրենց խոստումները։ Նա պետք է դուրս գար Հայաստանից։ Անմիջապես։ Բայց նախ նա պետք է վստահ լիներ, որ ապացույցները անվտանգ են։ Նա զանգեց իր խմբագրին։ Ստացար ֆայլերը, հարցրեց նա։ Այո, պատասխանեց խմբագիրը։ Ամեն ինչ այստեղ է։ Մենք արդեն սկսել ենք աշխատել պատմության վրա։ Ժամպիերը զգաց թեթևություն։ Այժմ նույնիսկ եթե նրան ինչ-որ բան պատահեր, ճշմարտությունը կպահպանվեր։ Բայց նա դեռ ուներ մեկ բան անելու։ Նա պետք է գտներ Վանոյի քրոջը եւ տար նրան վերջին հաղորդագրությունը։ Նա գնաց այն հասցեին, որը տվել էր կինը։ Կինը բացեց դուռը եւ տեսավ Ժամպիերի դեմքը։ Ինչ-որ բան պատահել է, հարցրեց նա։ Ժամպիերը ասաց. Ես գտա ամեն ինչ։ Ես գտա տետրը, լուսանկարները, վերջին էջերը, եւ ես պատրաստվում եմ հրապարակել դրանք։ Ձեր եղբայրը չմեռավ զուր։ Նրա պատմությունը կպատմվի։ Կինը սկսեց լալ։ Շնորհակալություն, ասաց նա։ Շնորհակալություն, որ չմոռացաք նրան։ Շնորհակալություն, որ փնտրեցիք ճշմարտությունը։ Ժամպիերը գրկեց նրան։ Ապա նա ասաց. Ես պետք է գնամ, բայց ես խոստանում եմ, որ Վանոյի պատմությունը կլսի ամբողջ աշխարհը։ Նա հեռացավ տնից եւ գնաց դեպի օդանավակայան։ Նա գիտեր, որ սա կլիներ ամենավտանգավոր մասը։ Եթե նրանք ուզում էին կանգնեցնել նրան, օդանավակայանը կլիներ լավագույն վայրը։ Բայց երբ Ժամպիերը հասավ օդանավակայան, ամեն ինչ հանգիստ էր։ Նա անցավ անվտանգության ստուգումը առանց խնդիրների։ Նա նստեց սպասասրահում եւ սպասեց իր թռիչքին։ Բայց նա չէր հանգստանում։ Նա զգում էր, որ ինչ-որ բան սխալ է։ Եվ հանկարծ նա տեսավ նրանց։ Երկու մարդիկ, ովքեր նստած էին մի քանի աթոռ հեռու։ Նրանք նայում էին նրան։ Ժամպիերը ճանաչեց նրանցից մեկին։ Սա էր մարդը, ով եղել էր մեքենայում, երբ նրան հետապնդում էին։ Ժամպիերը հասկացավ, որ նա թակարդի մեջ է։ Նրանք սպասում էին նրան։ Բայց ինչու նրանք չէին ձերբակալում նրան, ինչու նրանք պարզապես նստած էին եւ դիտում էին։ Եվ հանկարծ Ժամպիերը հասկացավ։ Նրանք սպասում էին, մինչև նա բարձրանա ինքնաթիռ։ Նրանք ուզում էին, որ նա լքի երկիրը։ Քանի որ եթե նա մնար, եթե նա շարունակեր հետաքննությունը, նա կարող էր գտնել ավելի շատ ապացույցներ։ Բայց եթե նա հեռանար, եթե նա վերադառնար Եվրոպա, նրանք կարող էին ասել, որ նրա պատմությունը պարզապես օտարերկրյա լրագրողի հորինվածք է։ Բայց Ժամպիերը նաև հասկացավ մի բան այլ։ Նրանք չգիտեին, որ նա արդեն ուղարկել է ապացույցները Փարիզ։ Նրանք կարծում էին, որ ապացույցները դեռ նրա մոտ են, եւ դա տալիս էր նրան առավելություն։ Երբ հայտարարեցին նրա թռիչքը, Ժամպիերը ոտքի ելավ եւ գնաց դեպի դարպասը։ Երկու մարդիկը նույնպես ոտքի ելան եւ հետևեցին նրան, բայց նրանք չմոտեցան նրան։ Նրանք պարզապես դիտում էին։ Ժամպիերը բարձրացավ ինքնաթիռ։ Նա նստեց իր տեղում եւ փակեց աչքերը։ Նա զգաց անհավատալի հոգնածություն, բայց նա նաեւ զգաց բավարարվածություն։ Նա արել էր այն, ինչ եկել էր անելու։ Նա գտել էր ճշմարտությունը։ Բայց արդյոք այս ճշմարտությունը բավարար կլինի փոխելու ինչ-որ բան։ Արդյոք մարդիկ, ովքեր վաճառեցին Հայաստանի գործարանները, երբևէ կպատասխանեն իրենց արարքների համար։
թե նրանք կշարունակեն ապրել իրենց հարուստ կյանքով, մինչդեռ 100 հազարավոր մարդիկ դեռ տառապում են այն որոշումների հետևանքներից, որոնք կայացվեցին 35 տարի առաջ։ Պատկերացրեք, որ դուք մեկն եք այն 12 մարդկանցից, ովքեր գիտեին ամեն ինչ Վանոյի մասին։ Յուրաքանչյուր գաղտնի հանդիպում, յուրաքանչյուր թաքնված փաստաթուղթ, յուրաքանչյուր ստորգետնյա թունել Երևանի տակ, որտեղ պահվում էին ամենավտանգավոր ապացույցները։ Այժմ պատկերացրեք, որ պետք է ընտրեք՝ պահպանել ձեր հավատարմությունը, թե փրկել ձեր կյանքը։ 22 դեկտեմբերի 1995-ի այդ մարդիկը կատարեցին ընտրություն, որը փոխեց Հայաստանի պատմությունը։ Ինչն ստիպեց նրանց դավաճանել իրենց գերագույն ղեկավարին։ Արդյոք դա էր վախը մահվան առջև, թե գիտակցումը, որ նրանք ծառայում էին համակարգի, որը ոչնչացնում էր իրենց սեփական երկիրը։ Եվ ամենակարևորը, ինչ գաղտնիքներ են նրանք տեսել այդ թունելներում, որոնք այնքան սարսափելի էին, որ 35 տարի անց դեռ վախենում են խոսել։ Երբ Ժան-Պիերի ինքնաթիռը վայրէջք կատարեց Փարիզում, նա չգիտեր, որ Երևանում արդեն սկսվել էր ինչ-որ բան, որը կփոխեր ամեն ինչ։ Լևոն Պետրոսյանը, նախկին նախարարը, ում Ժան-Պիերը հանդիպել էր վերջին օրը, հանկարծ հայտնվեց հիվանդանոցում։ Պաշտոնական տարբերակը՝ սրտի կաթված։ Բայց բժիշկները, ովքեր բուժեցին նրան, շշուկներով խոսում էին այլ բանի մասին։ Նրանք ասում էին, որ Պետրոսյանի ախտանիշները չէին նման սովորական սրտի կաթվածի։ Նրանք ասում էին, որ սա ավելի շատ նման էր թունավորման։ Բայց ով կարող էր թունավորել այդքան հզոր, քան հզոր մարդու։ Եվ ամենակարևորը, ինչու հենց այժմ, հենց այն պահին, երբ նրա անունը պատրաստվում էր հայտնվել միջազգային լրատվամիջոցներում։ Դոկտոր Արամ Մկրտչյանը, նույն բժիշկը, ով տվել էր Ժան-Պիերին Վանոյի նամակը, ստացավ անանուն հեռախոսազանգ 3 օր անց Պետրոսյանի հիվանդանոց տեղափոխվելուց։ Ձայցայինը ասաց. «Դուք գիտեք շատ, դոկտոր, շատ ավելի շատ, քան պետք է։ Մենք խորհուրդ ենք տալիս ձեզ լռել։ Նայեք, թե ինչ պատահեց Պետրոսյանի հետ։ Նա խոսեց շատ։ Դուք չեք ուզում նույն ճակատագիրը»։ Դոկտոր Մկրտչյանի ձեռքերը սկսեցին դողալ այնքան ուժգնորեն, որ նա գրեթե գցեց հեռախոսը։ Նա հասկացավ, որ նրանք դիտում են նրան, որ նրանք գիտեն ամեն ինչ, որ նա արել է, յուրաքանչյուր մարդու, ում հետ խոսել է։ Բայց ամենասարսափելին այն էր, որ նրանք նաև գիտեին մի բան, որը դոկտորը երբեք չէր պատմել Ժան-Պիերին։ Նրանք գիտեին Վանոյի իրական հիվանդության մասին։ Վանոն չէր պարզապես վախենում մահվանից, նա իսկապես հիվանդ էր։ Դոկտոր Մկրտչյանը պահել էր այդ գաղտնիքը 30 տարի, քանի որ Վանոն խնդրել էր նրան երբեք չբացահայտել այն։ Բայց այժմ, երբ սպառնալիքները դարձել էին իրական, երբ մարդիկ սկսել էին անհետանալ կամ հայտնվել հիվանդանոցում, դոկտորը հասկացավ, որ նա պետք է խոսի, նա պետք է պատմի ամբողջ ճշմարտությունը։ Վանոն ունեցել է ուղեղի ուռուցք, բժիշկները տվել էին նրան 6 ամիս կյանք, բայց Վանոն ապրեց 18 ամիս, 18 ամիս, որի ընթացքում նա գրեց իր տետրը, հավաքեց իր ապացույցները, թաքցրեց իր գաղտնիքները այնպիսի վայրերում, որտեղ միայն ամենախելացի մարդիկ կարող էին գտնել դրանք։ Յուրաքանչյուր օր նա ընդունում էր ցավազրկող դեղեր, որոնք թույլ էին տալիս նրան շարունակել աշխատել, շարունակել գրել, շարունակել պայքարել այն համակարգի դեմ, որը ոչնչացնում էր նրա երկիրը։ Դոկտոր Մկրտչյանը որոշեց կապվել Ժան-Պիերի հետ։ Նա գտավ լրագրողի էլեկտրոնային հասցեն եւ ուղարկեց նրան մանրամասն նամակ, նկարագրելով Վանոյի հիվանդությունը, նրա դեղերը, նրա վերջին ամիսները։ Բայց նա նաև գրեց մի բան, որը Ժան-Պիերը երբեք չէր լսել։ Վանոն ունեցել էր օրագիր, բժշկական օրագիր, որտեղ նա գրում էր ոչ միայն իր ախտանիշների մասին, այլև իր մտքերի, իր վախերի, իր հույսերի մասին։ Եվ այդ օրագիրը դեռ գոյություն ուներ։ Դոկտոր Մկրտչյանը պահել էր այն բոլոր այդ տարիները։ Նա գրեց. «Եթե դուք ուզում եք իմանալ, թե ով էր իսկապես Վանոն, եթե դուք ուզում եք հասկանալ, թե ինչու նա արեց այն, ինչ արեց, դուք պետք է կարդաք այս օրագիրը, բայց զգույշ եղեք։ Այս օրագիրը պարունակում է անուններ, որոնք դեռ կենդանի են, մարդիկ, ովքեր դեռ ունեն իշխանություն, մարդիկ, ովքեր կանեն ամեն ինչ կանխելու այս տեղեկությունների հրապարակումը»։ Ժան-Պիերը կարդաց նամակը իր փարիզյան գրասենյակում եւ զգաց, թե ինչպես է սառչում նրա արյունը։ Նա հասկացավ, որ պատմությունը դեռ ավարտված չէ, որ դեռ կան գաղտնիքներ, որոնք պետք է բացահայտվեն, որ դեռ կան մարդիկ, ովքեր վտանգի մեջ են։ Նա անմիջապես պատասխանեց դոկտորին. «Ես գալիս եմ։ Պահեք օրագիրը անվտանգ տեղում։ Մի պատմեք ոչ ոքի այդ մասին։ Ես կլինեմ Երևանում 3 օրից»։ Բայց Ժան-Պիերը չգիտեր, որ այդ նամակը ընդհատվել էր։
Նա չգիտեր, որ ինչ-որ մեկը կարդում էր նրա բոլոր էլեկտրոնային նամակները, հետևում էր նրա բոլոր շարժումներին, պլանավորում էր նրա յուրաքանչյուր քայլը կանխել։ Երբ Ժան-Պիերը վերադարձավ Երևան, քաղաքը տարբեր էր։ Օդում կար լարվածություն, որը նա չէր զգացել իր առաջին այցի ժամանակ։ Մարդիկ փողոցներում խոսում էին շշուկներով, լրատվամիջոցները լի էին պատմություններով անհայտ հանցագործությունների, անհետացած մարդկանց, անբացատրելի դեպքերի մասին։ Ժան-Պիերը փորձեց կապվել դոկտոր Մկրտչյանի հետ, բայց դոկտորի հեռախոսը չէր պատասխանում։ Նա գնաց դոկտորի տուն, բայց դուռը փակ էր, եւ հարևանները ասացին, որ նրանք չեն տեսել դոկտորին 3 օր։ Ժան-Պիերը զգաց սարսափ։ Արդյոք նրանք արդեն հասել էին դոկտորին։ Արդյոք նա ուշացել էր։ Բայց հետո Ժան-Պիերը ստացավ հաղորդագրություն, անանուն հաղորդագրություն, ուղարկված նոր էլեկտրոնային հասցեից։ Հաղորդագրությունը ասում էր. «Դոկտորը անվտանգ է, բայց նա չի կարող հանդիպել ձեզ։ Նրանք դիտում են նրան»։ Օրագիրը թաքնված է այնտեղ, որտեղ Վանոն ամենաշատն էր վախենում։ Այնտեղ, որտեղ նա տեսնում էր իր վերջը։ Փնտրեք հին ռադիոլոգիական կլինիկան Նորք թաղամասում։ Այնտեղ, որտեղ նրան ասացին ախտորոշումը։ Այնտեղ, որտեղ նա իմացավ, որ ունի 6 ամիս։ Ժան-Պիերը հասկացավ։ Վանոն թաքցրել էր օրագիրը այնտեղ, որտեղ նրա կյանքը փոխվել էր ընդմիշտ, այնտեղ, որտեղ նա ստացել էր իր մահվան դատավճիռը։ Հին ռադիոլոգիական կլինիկան Նորք թաղամասում փակվել էր 10 տարի առաջ։ Շշենքը այժմ լքված էր, պատուհանները խցանված էին։ Տախտակներով դռները կողպված էին ժանգոտած շղթաներով։ Բայց Ժան-Պիերը գտավ ճանապարհ ներս մտնելու, հետևի դռան միջով, որը կիսաբաց էր։ Ներսում ամեն ինչ ծածկված էր փոշով եւ սարդերով։ Հին բժշկական սարքավորումները դեռ կանգնած էին իրենց տեղերում, կարծես, սպասելով հիվանդների, ովքեր երբեք չէին վերադառնա։ Ժան-Պիերը քայլեց դանդաղ միջանցքներով, փնտրելով ինչ-որ նշան, ինչ-որ հուշում, որը կցույց տար նրան, թե որտեղ է օրագիրը։ Երրորդ հարկում նա գտավ մի սենյակ, որը տարբերվում էր մյուսներից։ Այս սենյակը մաքուր էր։ Փոշին մաքրված էր, սարդերը հեռացված էին եւ պատի վրա կախված էր մի փոքր նկար՝ Վանոյի լուսանկարը։ Ժան-Պիերը մոտեցավ լուսանկարին եւ տեսավ, որ դրա հետևում ինչ-որ բան կա։ Նա զգույշ հանեց լուսանկարը պատից եւ գտավ փոքր թաքստոց։ Թաքստոցում էր մի տետր, ոչ սև, կաշվե տետր, ինչպես առաջինը, այլ կապույտ տետր, բժշկական տետր։ Ժան-Պիերը բացեց այն եւ սկսեց կարդալ։ Առաջին էջում Վանոն գրել էր. «Այսօր ինձ ասացին, որ ես մեռնում եմ։ Բժիշկները տվեցին ինձ 6 ամիս, բայց ես չեմ վախենում մահվանից։ Ես վախենում եմ, որ մեռնեմ, առանց պատմելու ճշմարտությունը։ Ես վախենում եմ, որ այն, ինչ ես գիտեմ, կմնա ինձ հետ գերեզմանում։ Այնպես որ ես որոշեցի գրել այս օրագիրը։ Ոչ թե ինձ համար, այլ նրանց համար, ովքեր կգան հետո։ Նրանց համար, ովքեր կուզեն իմանալ ճշմարտությունը»։ Հաջորդ էջերում Վանոն նկարագրում էր իր հիվանդության առաջընթացը, գլխացավերը, որոնք դառնում էին ավելի ուժգին, տեսողության խանգարումները, հիշողության կորուստը։ Բայց նա նաև գրում էր իր աշխատանքի մասին, իր գործարքների մասին, իր վախերի մասին։ Մի էջում Վանոն գրել էր. «Այսօր հանդիպեցի համակարգողի հետ։ Նա ասաց ինձ, որ մենք պետք է արագացնենք գործարքները։ Նա ասաց, որ ժամանակը սպառվում է, որ շուտով ամեն ինչ կփոխվի, որ մենք պետք է վերցնենք այն, ինչ կարող ենք վերցնել, մինչև ուշ չէ։ Ես հարցրի նրան, ինչու այդքան շտապողականություն։ Նա նայեց ինձ եւ ասաց. «Վանո, դու չես հասկանում մեծ նկարը։ Սա ոչ թե մեր գործարքներն են, սա ավելի մեծ ինչ-որ բանի մաս է, ավելի մեծ պլանի, որը գալիս է վերևից, շատ վերևից»։ Ես հարցրի. «Ինչ նշանակում է վերևից»։ Նա միայն ժպտաց եւ ասաց. «Դու չես ուզում իմանալ»։ Ժան-Պիերը շարունակեց կարդալ, եւ յուրաքանչյուր էջ բացահայտում էր ավելի խորը, ավելի մութ ճշմարտություն։ Վանոն գրում էր ոչ միայն Հայաստանի գործարանների վաճառքի մասին, այլև ավելի լայն ցանցի մասին, ցանցի, որը տարածվում էր մի քանի երկրներում, ցանցի, որը վերահսկվում էր մարդկանց կողմից, ում անուններն անգամ Վանոն չգիտեր։ Նա գրում էր գաղտնի հանդիպումների մասին օտարերկրյա դիվանագետների հետ, ովքեր խոստանում էին օգնություն Հայաստանին, բայց իրականում պլանավորում էին երկրի տնտեսական կախվածությունը։ Նա գրում էր փաստաթղթերի մասին, որոնք ստորագրվում էին գաղտնի, առանց խորհրդարանի հաստատման, առանց հանրային քննարկման։ Մի էջում Վանոն գրել էր. «Ես հասկացա, որ մենք չենք պարզապես վաճառում գործարաններ, մենք վաճառում ենք մեր երկրի ապագան։ Մենք ստեղծում ենք իրավիճակ, որտեղ Հայաստանը երբեք չի կարողանա վերականգնել իր արդյունաբերությունը, երբեք չի կարողանա դառնալ անկախ, երբեք չի կարողանա ապրել առանց արտաքին օգնության։ Եվ ամենասարսափելին այն է,
որ սա պլանավորված է։ Սա ոչ թե պատահական է, ոչ, թե տնտեսական ճգնաժամի արդյունք։ Սա մտածված ռազմավարություն է, որը իրականացվում է մարդկանց կողմից, ովքեր գիտեն ճիշտ, թե ինչ են անում։ Ժան-Պիերը զգաց, թե ինչպես է դողում նրա ամբողջ մարմինը։ Սա էր ավելի մեծ, քան նա երբևէ պատկերացրել էր։ Սա չէր պարզապես կոռուպցիայի պատմություն։ Սա էր ամբողջ երկրի դավադրության պատմություն։ Պատմություն, որը ներառում էր ոչ միայն տեղական պաշտոնյաներ, այլև միջազգային խաղացողներ, ովքեր ունեին իրենց սեփական շահերը Հայաստանի տնտեսական կործանման մեջ։ Բայց ով էին այդ խաղացողները։ Որ երկրները, որ կազմակերպությունները, որ կորպորացիաները։ Վանոն չէր գրել կոնկրետ անուններ, բայց նա թողել էր հուշումներ, կոդեր, որոնք կարող էին օգնել հասկանալ մեծ նկարը։ Օրագրի վերջին էջերում Վանոյի ձեռագիրը դարձել էր դժվարընթեռնելի։ Նրա հիվանդությունն առաջընթացում էր, եւ նա գրում էր դժվարությամբ, բայց նա շարունակում էր գրել, քանի որ գիտեր, որ ժամանակը սպառվում է։ Վերջին գրառումը թվագրված էր 3 օր առաջ նրա անհետացումից։ Վանոն գրել էր. «Ես գիտեմ, որ նրանք գալիս են ինձ համար։ Ես թաքցրել եմ ապացույցները այնպիսի վայրերում, որտեղ միայն խելացի մարդիկ կկարողանան գտնել դրանք։ Եվ ես թողել եմ հուշումներ մարդկանց համար, ովքեր կգան հետո։ Եթե դուք կարդում եք սա, նշանակում է դուք գտել եք իմ օրագիրը, նշանակում է դուք ճիշտ մարդն եք։ Հիմա դուք պետք է գտնեք վերջին ապացույցը, վերջին բանը, որը կկապի ամեն ինչ միասին։ Փնտրեք կարմիր տուփը։ Ոչ այն։ Կարմիր տուփը, որը արդեն գտել եք։ Այլ մեկ այլ տուփ։ Տուփ, որը պարունակում է լուսանկարներ այն մարդկանց, ովքեր իսկապես վերահսկում են համակարգը։ Տուփ, որը թաքնված է այնտեղ, որտեղ մեռելները պահպանում են գաղտնիքները։ Այո, գերեզմանատանը։ Բայց ոչ իմ հոր գերեզմանում, այլ իմ սեփական գերեզմանում։ Այն գերեզմանում, որը ես պատրաստեցի ինձ համար, երբ իմացա, որ մեռնում եմ։ Գերեզմանում, որը դեռ դատարկ է, բայց որը սպասում է ինձ։ Գերեզմանում, որտեղ ոչ ոք երբեք չի փնտրի, քանի որ բոլորը կարծում են, որ ես դեռ կենդանի եմ, թաքնված ինչ-որ տեղ։ Ժան-Պիերը փակեց օրագիրը եւ նստեց հատակին։ Նրա միտքը աշխատում էր արագ։ Վանոն պատրաստել էր իր սեփական գերեզմանը։ Նա գիտեր, որ մեռնում է, եւ նա ուզում էր վերահսկել նույնիսկ իր մահվան հանգամանքները։ Բայց ո՞ւն էր այդ գերեզմանը։ Որ գերեզմանատանը։ Եվ ինչպես Ժան-Պիերը կարող էր գտնել այն առանց ուշադրություն գրավելու։ Նա հասկացավ, որ պետք է վերադառնա դոկտոր Մկրտչյանի մոտ։ Եթե ինչ-որ մեկը գիտեր Վանոյի վերջին ցանկությունների մասին, դա կլիներ նրա բժիշկը։ Ժան-Պիերը վերադարձավ քաղաք եւ փորձեց նորից կապվել դոկտորի հետ։ Այս անգամ նա ստացավ պատասխան։ Դոկտոր Մկրտչյանի ձայնը հնչում էր հոգնած եւ վախեցած։ Ես չեմ կարող հանդիպել ձեզ, ասաց նա։ Նրանք հետևում են ինձ։ Բայց ես կարող եմ ասել ձեզ այն, ինչ պետք է իմանաք։ Վանոն պատրաստեց իր գերեզմանը թոքմախ գերեզմանատանը։ Նա գնեց տեղ այնտեղ 1994-ի ամառը։ Նա նույնիսկ պատվիրեց իր գերեզմանակարը, բայց նա երբեք չթաղվեց այնտեղ, քանի որ նրա մարմինը երբեք չգտնվեց։ Գերեզմանը դատարկ է, բայց Վանոն ասաց ինձ. նոմեր։ Եթե ինչ-որ բան պատահի իրեն, ես պետք է վստահ լինեմ, որ այդ գերեզմանը մնա անդրդված։ Նա ասաց, որ այնտեղ թաքնված է ինչ-որ բան շատ կարևոր, ինչ-որ բան, որը կարող է փոխել ամեն ինչ։ Ժան-Պիերը շնորհակալություն հայտնեց դոկտորին եւ ավարտեց զանգը։ Նա գիտեր, թե ինչ պետք է անի։ Նա պետք է գնար թոքմախ գերեզմանատուն եւ գտներ Վանոյի դատարկ գերեզմանը։ Բայց նա նաեւ գիտեր, որ սա կլիներ վտանգավոր։ Եթե նրանք հետևում էին դոկտորին, ապա նրանք նաեւ լսել էին այդ զրույցը։ Նրանք կգիտեին, թե որտեղ է գնալու Ժան-Պիերը։ Նրանք կսպասեին նրան այնտեղ։ Բայց Ժան-Պիերը չուներ ընտրություն։ Նա եկել էր այնքան հեռու, որ չէր կարող հիմա հանձնվել։ Գիշերը Ժան-Պիերը գնաց թոքմախ գերեզմանատուն։ Գերեզմանատունը գտնվում էր քաղաքից դուրս, լեռների ստորոտին։ Գիշերը այն էր մութ եւ լուռ, միայն քամի շշնջում էր ծառերի միջով։ Ժան-Պիերը վերցրել էր ֆոնարիկ եւ փոքր բահ, փորելու համար, եթե անհրաժեշտ լիներ։ Նա քայլեց գերեզմանների միջով, փնտրելով Վանոյի անունը։ Վերջապես, գերեզմանատան հեռավոր անկյունում նա գտավ այն։ Գերեզմանակարը պարզ էր, առանց զարդարանքների։ Վրան գրված էր միայն Վանո Գրիգորյան 1965-1995, բայց երկրորդ ամսաթիվը չէր ճիշտ։ Վանոն անհետացել էր 1995-ի, բայց ոչ ոք չգիտեր նրա մահվան ճիշտ ամսաթիվը։ Ժան-Պիերը սկսեց փորել։ Հողը փափուկ էր, եւ շուտով նա հասավ մի բանի։ Բայց դա չէր դագաղ։
Դա էր մետաղական տուփ, ավելի մեծ, քան առաջինը։ Ժան-Պիերը զգույշ հանեց տուփը եւ բացեց այն։ Ներսում էին լուսանկարներ, տասնյակ լուսանկարներ, բայց այս լուսանկարները տարբերվում էին նախորդներից։ Այս լուսանկարներում էին մարդիկ, ում Ժան-Պիերը չէր ճանաչում։ Օտարերկրյա մարդիկ, եվրոպացիներ, ամերիկացիներ, ռուսներ։ Եվ այդ մարդիկ հանդիպում էին հայ պաշտոնյաների հետ, ստորագրում էին փաստաթղթեր, փոխանակում էին ծրարներ։ Յուրաքանչյուր լուսանկարի հետևում Վանոն գրել էր ամսաթիվը, վայրը եւ մարդկանց անունները։ Մի լուսանկարում Ժան-Պիերը տեսավ Լևոն Պետրոսյանին, հանդիպում մի մարդու հետ, ում Վանոն նշել էր որպես միջազգային արժույթի հիմնադրամի ներկայացուցիչ։ Մեկ այլ լուսանկարում էր մի թուրք, դիվանագետ, ով հանձնում էր ծրար հայ գեներալի։ Երրորդ լուսանկարում էր ռուս բիզնեսմեն, ով ստորագրում էր պայմանագիր հայ նախարարի հետ։ Յուրաքանչյուր լուսանկար էր ապացույց, որ Հայաստանի գործարանների վաճառքը չէր պարզապես ներքին կոռուպցիա, դա էր միջազգային գործողություն, որը ներառում էր բազմաթիվ երկրներ եւ կազմակերպություններ։ Բայց ամենասարսափելի լուսանկարը էր վերջինը։ Այդ լուսանկարում էին 5 մարդիկ, նստած սեղանի շուրջը, ինչ-որ շքեղ սենյակում։ Վանոն գրել էր համակարգողների հանդիպում 1994 օգոստոս։ Ժան-Պիերը ճանաչեց երկու մարդկանց՝ Լևոն Պետրոսյանը եւ մեկ այլ հայ պաշտոնյա։ Բայց մյուս 3 մարդիկ էին օտարերկրացիներ։ Եվ նրանցից մեկը, մարդ ով նստած էր սեղանի գլխում, էր մարդ, ում դեմքը Ժան-Պիերը տեսել էր լրատվամիջոցներում։ Սա էր հայտնի միջազգային բանկիր, մարդ, ով ուներ կապեր բազմաթիվ կառավարությունների հետ, մարդ, ում անունը կապված էր տասնյակ տնտեսական սկանդալների հետ ամբողջ աշխարհում։ Ժան-Պիերը հասկացավ, որ նա գտել է վերջին ապացույցը։ Սա էր կապը, որը միացնում էր ամեն ինչ։ Սա էր ապացույցը, որ Հայաստանի գործարանների վաճառքը մաս էր ավելի մեծ պլանի, որը նպատակ ուներ վերափոխել ամբողջ տարածաշրջանի տնտեսությունը, ստեղծել նոր կախվածություններ, նոր իշխանական կառույցներ։ Բայց ով էր այդ բանկիրը։ Ինչու նա հետաքրքրված էր Հայաստանի գործարաններով, եւ ամենակարևորը, արդյոք նա դեռ ակտիվ էր այսօր, դեռ շարունակում էր իր խաղերը այլ երկրներում։ Ժան-Պիերը փակեց տուփը եւ սկսեց լցնել հողը հետ։ Նա գիտեր, որ պետք է արագ հեռանա այնտեղից, բայց երբ նա շրջվեց հեռանալու, նա տեսավ լույսեր։ Մեքենաներ էին մոտենում գերեզմանատանը։ Ժան-Պիերը անջատեց իր ֆոնարիկը եւ թաքնվեց մի մեծ գերեզմանակարի հետևում։ Նա տեսավ, թե ինչպես 3 մարդիկ իջան մեքենաներից եւ սկսեցին քայլել դեպի Վանոյի գերեզմանը։ Նրանք ունեին ֆոնարիկներ եւ բահեր։ Նրանք եկել էին նույն բանի համար, ինչի համար եկել էր Ժան-Պիերը, բայց Ժան-Պիերը արդեն ուներ տուփը։ Նա սեղմեց այն իր կրծքին եւ սկսեց զգույշ շարժվել դեպի գերեզմանատան ելքը։ Նա քայլում էր դանդաղ, փորձելով չարձակել ձայն, բայց հանկարծ նա կոտրեց մի ճյուղ։ Ձայնը հնչեց բարձր գիշերային լռության մեջ։ Մարդիկը շրջվեցին եւ տեսան նրան։ Այնտեղ մեկն է, գոչեց նրանցից մեկը։ Նրանք սկսեցին վազել դեպի Ժան-Պիերը։ Ժան-Պիերը սկսեց վազել։ Նա վազում էր գերեզմանների միջով, թռչում էր ծաղիկների վրայով, շրջվում էր անկյուններում։ Նա լսում էր նրանց ձայները իր հետևում, նրանց ֆոնարիկների լույսերը, որոնք փնտրում էին նրան մթության մեջ։ Նա վազեց դեպի գերեզմանատան պատը եւ փորձեց բարձրանալ այն, բայց պատը բարձր էր եւ նա չէր կարողանում բարձրանալ տուփը ձեռքում պահելով։ Թաքցրեց տուփը մի թփի տակ եւ սկսեց բարձրանալ պատը։ Երբ նա հասավ վերև, նա նայեց հետ եւ տեսավ, որ մարդիկը մոտենում են։ Նա թռավ պատի մյուս կողմը եւ վազեց դեպի ճանապարհը, բայց նա չէր կարող թողնել տուփը։ Այդ տուփը էր վերջին ապացույցը, վերջին կապը, որը կարող էր ապացուցել ամեն ինչ։ Նա պետք է վերադառնար եւ վերցներ այն։ Բայց ինչպես։ Մարդիկը արդեն գերեզմանատանում էին, փնտրում էին նրան։ Ժան-Պիերը սպասեց մի քանի րոպե, ապա զգույշ վերադարձավ պատի մոտ։ Նա լսեց ձայներ, բայց դրանք հեռանում էին։ Մարդիկը փնտրում էին նրան գերեզմանատան մյուս կողմում։ Ժան-Պիերը արագ բարձրացավ պատը, վազեց դեպի թուփը, վերցրեց տուփը եւ վերադարձավ պատի մոտ։ Բայց երբ նա պատրաստվում էր բարձրանալ, նա լսեց ձայն իր հետևում։ «Կանգ», ասաց ձայնը։ Ժան-Պիերը շրջվեց եւ տեսավ մի մարդու, ով ուղղել էր ատրճանակ նրա վրա։ «Տուր տուփը», ասաց մարդը։ Ժան-Պիերը նայեց նրան եւ հասկացավ, որ նա ընտրություն չունի, բայց հետո նա հիշեց մի բան։ Նա արդեն ուղարկել էր բոլոր ապացույցները Փարիզ, տետրը, լուսանկարները, օրագիրը։ Այս տուփը էր միայն վերջին մասը, եւ եթե նա չէր կարող փրկել այն, գոնե նա կարող էր փրկել ինքն իրեն։
Լավ, ասաց Ժամպիերը։ Ես կտամ ձեզ տուփը, բայց նախ ասեք ինձ, ով եք դուք, ում համար եք աշխատում։ Մարդը ժպտաց։ Դուք չեք ուզում իմանալ, ասաց նա, բայց ես կասեմ ձեզ մի բան։ Այն ինչ դուք, բայց ինչու։ Ինչու այդքան կարևոր է թաքցնել այս ճշմարտությունը։ Մարդը մտածեց մի պահ, ապա ասաց. Քանի որ եթե այս ճշմարտությունը նբացահայտվի, ամբողջ համակարգը կկործանվի։ Ոչ միայն Հայաստանում, այլ ամենուր։ Մարդիկ կհասկանան, թե ինչպես է իրականում աշխատում աշխարհը։ Նրանք կհասկանան, որ նրանց երկրները վաճառվում են առանց նրանց իմանալու, որ նրանց ապագան որոշվում է մարդկանց կողմից, ում նրանք երբեք չեն ընտրել, որ ամբողջ համակարգը կառուցված է ստերի վրա։ Նա դադարեց եւ ավելացրեց. Եվ մարդիկ, ովքեր վերահսկում են այդ համակարգը, չեն թույլ տա, որ դա տեղի։ Նա նետեց տուփը մարդուն եւ մինչ մարդը բռնում էր այն, Ժամպիերը բարձրացավ պատը եւ թռավ մյուս կողմը։ Նա լսեց կրակոցի ձայն, բայց գնդակը չհասավ նրան։ Նա վազեց դեպի ճանապարհը, որտեղ նա թողել էր իր վարձած մեքենան։ Նա նստեց մեքենայի մեջ եւ սկսեց շարժիչը։ Նա վարեց արագ, հեռանալով գերեզմանատանից, հեռանալով Երևանից, հեռանալով Հայաստանից։ Բայց նա գիտեր, որ պատմությունը դեռ ավարտված չէ։ Նա կորցրել էր վերջին տուփը, բայց նա ուներ ամեն ինչ այլ։ Նա ուներ տետրը, օրագիրը, լուսանկարները եւ ամենակարևորը, նա ուներ պատմությունը։ Պատմությունը, որը պետք է պատմվի, պատմությունը, որը կարող է փոխել ամեն ինչ։ Երբ նա հասավ օդանավակայան, նա զանգեց իր խմբագրին։ Հրապարակիր ամեն ինչ, ասաց նա։ Հրապարակիր բոլոր ապացույցները, բոլոր անունները, ամբողջ պատմությունը։ Ժամանակն է, որ աշխարհը իմանա ճշմարտությունը։ Արդյոք այդ ճշմարտությունը բավարար կլինի։ Բերելու արդարություն։ Արդյոք մարդիկ, ովքեր վաճառեցին Հայաստանի գործարանները, երբևէ կպատասխանեն իրենց արարքների համար։ Թե նրանք շատ հզոր են, շատ պաշտպանված են, շատ կապված են միջազգային համակարգի հետ, եւ ամենակարևորը, քանի այլ երկրներ են անցել նույն ճանապարհով։ Քանի այլ ժողովուրդներ են կորցրել իրենց արդյունաբերությունը, իրենց ապագան, իրենց հույսը նույն համակարգի պատճառով։ Երբ Ժամպիերի հոդվածը հրապարակվեց Փարիզի ամենամեծ թերթում, Երևանում տեղի ունեցավ ինչ-որ բան, որը ոչ ոք չէր սպասում։ Հազարավոր մարդիկ դուրս եկան փողոցներ, ոչ թե բողոքելու, այլ խոսելու։ Նրանք խոսում էին իրենց պատմությունների մասին, իրենց կորցրած աշխատանքների մասին, իրենց ոչնչացված գործարանների մասին։ Յուրաքանչյուր ընտանիք ուներ իր պատմությունը, յուրաքանչյուր թաղամաս ուներ իր ցավը։ Եվ հանկարծ այդ ցավը, որը լռության մեջ էր պահվել 35 տարի, սկսեց դուրս գալ։ Բայց ամենասարսափելին այն էր, որ մարդիկ սկսեցին պատմել նոր մանրամասներ, որոնք նույնիսկ Վանոն չգիտեր։ Նրանք պատմեցին, թե ինչպես էին գործարանների տնօրենները ստիպված ստորագրել փաստաթղթեր սպառնալիքների տակ, թե ինչպես էին ինժեներները տեսնում, թե ինչպես են նրանց մեքենաները բեռնվում բեռնատարների վրա գիշերները, թե ինչպես էին աշխատողները ստանում իրենց վերջին աշխատավարձերը կեղծ փողով։ Արդյոք այս պատմությունները բավարար էին ապացուցելու, որ Վանոն ճշմարտությունն էր ասում։ Արդյոք այս ձայները, որոնք լռել էին 35 տարի, վերջապես կլսվեին։ Եվ ամենակարևորը, արդյոք նրանք, ովքեր պատասխանատու էին այս ամենի համար, վերջապես կպատասխանեին իրենց արարքների համար։ Լևոն Պետրոսյանը, ով դեռ հիվանդանոցում էր, տեսավ հոդվածը իր պլանշետի էկրանին։ Նրա դեմքը դարձավ գունատ, նրա ձեռքերը սկսեցին դողալ այնքան ուժգնորեն, որ պլանշետը ընկավ հատակին։ Նա փորձեց զանգել իր փաստաբաններին, իր կապերին, իր հովանավորներին, բայց ոչ ոք չէր պատասխանում։ Նրանք բոլորը թաքնվում էին, հեռանում էին նրանից, կտրում էին կապերը։ Պետրոսյանը հասկացավ, որ նա մենակ է, որ ոչ ոք չի փրկելու նրան, որ նա դարձել է զոհաբերական գառ համակարգի համար, որին ինքը ծառայել էր 30 տարի։ Նա փորձեց ոտքի ելնել, բայց նրա ոտքերը չէին պահում նրան։ Նա անկավ հետ անկողնու վրա եւ սկսեց լալ։ Սրանք չէին զղջման արցունքներ, սրանք էին վախի արցունքներ։ Վախի, որ նրա ամբողջ կյանքը, նրա ամբողջ իշխանությունը, նրա ամբողջ հարստությունը կործանվելու էր մի քանի օրում։ Բայց Պետրոսյանը չէր միակը, ով վախենում էր։ Ամբողջ Երևանում մարդիկ, ում անունները հիշատակվել էին Ժամպիերի հոդվածում, սկսեցին անհետանալ։ Մեկը հեռացավ Ռուսաստան, իսկ մյուսը հեռացավ Իտալիա, իսկ երրորդը հեռացավ Գերմանիա, իսկ չորրորդը հեռացավ Ֆրանսիա, իսկ հինգերորդը հեռացավ Բելգիա, իսկ վեցերորդը հեռացավ Շվեյցարիա, իսկ 7-րդը հեռացավ Շվեդիա, իսկ 8-րդը հեռացավ Դանիա, իսկ 9-րդը հեռացավ Շվեյցարիա, իսկ 10-րդը հեռացավ Շվեդիա, իսկ 11-րդը հեռացավ Դանիա, իսկ 12-րդը հեռացավ Շվեյցարիա,
իսկ 13-րդը հեռացավ Շվեդիա, իսկ 14-րդը հեռացավ Դանիա, իսկ 15-րդը հեռացավ Շվեյցարիա, իսկ 16-րդը հեռացավ Շվեդիա, իսկ 17-րդը հեռացավ Դանիա, իսկ 18-րդը հեռացավ Շվեյցարիա, իսկ 19-րդը հեռացավ Շվեդիա, իսկ 20-րդը հեռացավ Դանիա, իսկ 21-րդը հեռացավ Շվեյցարիա, իսկ 22-րդը հեռացավ Շվեդիա, իսկ 23-րդը հեռացավ Դանիա, իսկ 24-րդը հեռացավ Շվեյցարիա, իսկ 25-րդը հեռացավ Շվեդիա, իսկ 26-րդը հեռացավ Դանիա, իսկ 27-րդը հեռացավ Շվեյցարիա, իսկ 28-րդը հեռացավ Շվեդիա, իսկ 29-րդը հեռացավ Դանիա, իսկ 30-րդը հեռացավ Շվեյցարիա, իսկ 31-րդը հեռացավ Շվեդիա, իսկ 32-րդը տանը եւ հրաժարվեց խոսել 44 մարդու հետ։ Նրանք բոլորը հասկացան, որ խաղը ավարտվել է, որ ճշմարտությունը դուրս է եկել, որ այլևս հնարավոր չէ թաքցնել այն, ինչ տեղի է ունեցել 35 տարի առաջ։ Բայց նրանք նաև հասկացան, որ դեռ կա մի բան, որը կարող է փրկել նրանց։ Եթե նրանք կարողանային ապացուցել, որ նրանք միայն կատարողներ էին, որ իրական որոշումները կայացվում էին ավելի բարձր մակարդակում, ավելի հեռու, ավելի անհասանելի վայրերում, ապա գուցե նրանք կարողանային խուսափել պատասխանատվությունից։ Դոկտոր Արամ Մկրտչյանը, ով վախեցած էր իր տանը, ստացավ այցելություն։ Դուռը բացեց եւ տեսավ երիտասարդ կնոջ, մոտավորապես 30 տարեկան, ով ներկայացավ որպես լրագրող տեղական հեռուստաալիքից։ Նա ասաց, որ ուզում է հարցազրույց վերցնել դոկտորից Վանոյի մասին։ Դոկտոր Մկրտչյանը սկզբում հրաժարվեց, բայց կինը ասաց մի բան, որը փոխեց նրա միտքը։ Նա ասաց. Դոկտոր, ես եմ Վանոյի դուստրը։ Դոկտորը սառեցավ։ Նա չգիտեր, որ Վանոն ունի դուստր։ Վանոն երբեք չէր խոսել իր ընտանիքի մասին։ Երբեք չէր բերել ոչ ոքի իր հանդիպումներին։ Բայց կինը ցույց տվեց լուսանկար, հին լուսանկար, որտեղ երիտասարդ Վանոն կանգնած էր երիտասարդ կնոջ եւ փոքրիկ աղջկա հետ։ Դոկտորը ճանաչեց Վանոյի դեմքը։ Կինը մտավ տուն եւ նստեց։ Նա սկսեց պատմել իր պատմությունը։ Իմ հայրը թողեց մեզ, երբ ես 5 տարեկան էի, ասաց նա։ Իմ մայրը ասաց, որ նա գնաց աշխատանքի, որ նա կվերադառնա շուտով, բայց նա երբեք չվերադարձավ։ Ես մեծացա առանց հոր, առանց իմանալու, թե ով էր նա, ինչ էր անում, ինչու թողեց մեզ։ Բայց երբ իմ մայրը մեռավ 5 տարի առաջ, նա տվեց ինձ մի նամակ, որը իմ հայրը գրել էր նրան 1995-ի գարնանը։ Այդ նամակում նա բացատրում էր ամեն ինչ։ Նա ասում էր, որ նա պետք է հեռանա, որ նա վտանգի մեջ է, որ նա չի կարող վերադառնալ, քանի որ դա կվտանգի մեզ։ Նա ասում էր, որ նա սիրում է մեզ, բայց նա 30 տարի ես ատում էի նրան, շարունակեց նա։ 30 տարի ես կարծում էի, որ նա պարզապես լքել է մեզ, որ նա չէր հոգում մեր մասին։ Բայց երբ կարդացի Ժան-Պյերի հոդվածը, երբ տեսա իմ հոր անունը, երբ հասկացա, թե ինչ էր նա փորձում անել, ես հասկացա, որ նա չէր լքել մեզ։ Նա փրկել էր մեզ։ Նա ընտրել էր մեր կյանքը իր կյանքի նկատմամբ։ Դոկտոր Մկրտչյանը լսում էր լռությամբ։ Նրա աչքերը լի էին արցունքներով։ Նա հասկացավ, որ Վանոն ավելի շատ զոհաբերել էր, քան նա երբևէ պատկերացրել էր։ Նա զոհաբերել էր ոչ միայն իր կյանքը, այլև իր ընտանիքը, իր սերը, իր ապագան։ Կինը շարունակեց. Ես եկել եմ, քանի որ ուզում եմ ավարտել այն, ինչ իմ հայրը սկսել է։ Ես ուզում եմ, որ աշխարհը իմանա ամբողջ ճշմարտությունը։ Ոչ միայն այն, ինչ գրված է հոդվածում, այլև այն, ինչ դեռ թաքնված է։ Իմ հայրը թողել է ինձ մի բան, որը նա պահել է իր ամբողջ կյանքը, մի բան, որը նա ուզում էր, որ ես գտնեմ միայն այն ժամանակ, երբ ես պատրաստ եմ։ Կլինեի հասկանալու այն։ Նա հանեց իր պայուսակից մի փոքր բանալի։ Սա բանալին է դեպի մի տուփ, որը թաքնված է մի վայրում, որը միայն ես գիտեմ։ Իմ հայրը գրել էր այդ վայրի մասին իր նամակում իմ մորը։ Նա ասել էր, որ եթե ինչ-որ բան պատահի իրեն, իմ մայրը պետք է տա այդ բանալին ինձ, երբ ես դառնամ 30 տարեկան։ Եվ այսօր ես 30 տարեկան եմ։ Դոկտոր Մկրտչյանը հարցրեց. Ինչ կա այդ տուփում։ Կինը պատասխանեց. Ես չգիտեմ, ես դեռ չեմ բացել այն։ Ես ուզում էի բացել այն ձեզ հետ, քանի որ դուք եղել եք իմ ընկերը, նրա բժիշկը, նրա վստահելի մարդը։ Ես ուզում եմ, որ դուք լինեք այնտեղ, երբ ես բացեմ այն։ Դոկտորը համաձայնեց։ Նրանք երկուսով գնացին մի վայր, որը կինը նկարագրեց, հին եկեղեցի Երևանի արվարձաններից մեկում, եկեղեցի, որը փակվել էր տասնյակ տարիներ առաջ, բայց որը դեռ կանգուն էր։ Եկեղեցու ստորգետնյա հարկում, թաքնված հին քարերի հետևում, նրանք գտան փոքր մետաղական տուփ։ Կինը մտցրեց բանալին եւ բացեց տուփը։ Ներսում էին նամակներ, տասնյակ նամակներ, որոնք Վանոն գրել էր իր դստերը,
բայց երբեք չէր ուղարկել։ Յուրաքանչյուր նամակում նա պատմում էր իր մասին, իր աշխատանքի մասին, իր վախերի մասին, իր հույսերի մասին։ Նա պատմում էր, թե ինչպես է նա ամեն օր մտածում նրա մասին, թե ինչպես է նա երազում այն օրվա մասին, երբ նա կկարողանա վերադառնալ եւ գրկել նրան։ Բայց նա նաև պատմում էր, թե ինչու նա չի կարող դա անել, թե ինչու նա պետք է մնա հեռու, թե ինչու նրա սերը նրա նկատմամբ նշանակում է նրանից հեռու մնալ։ Կինը կարդում էր նամակները եւ լաց էր լինում։ Յուրաքանչյուր բառ էր ցավ, յուրաքանչյուր նախադասություն էր սեր, յուրաքանչյուր էջ էր զոհաբերություն։ Բայց վերջին նամակում Վանոն գրել էր մի բան, որը փոխեց ամեն ինչ։ Նա գրել էր. Իմ սիրելի դուստր, եթե դու կարդում ես սա, նշանակում է ես այլևս կենդանի չեմ։ Բայց ես ուզում եմ, որ դու իմանաս, որ իմ կյանքը չէր զուր։ Ես արել եմ այն, ինչ պետք էր անել։ Ես պայքարել եմ այն համակարգի դեմ, որը ոչնչացնում էր մեր երկիրը։ Եվ թեև ես չկարողացա հաղթել, ես թողեցի ապացույցներ, որոնք մի օր կօգնեն ուրիշներին շարունակել այդ պայքարը։ Բայց ես նաև ուզում եմ, որ դու իմանաս մի բան այլ։ Համակարգողը, մարդը, ով համակարգում էր ամբողջ գործողությունը, չէր միայն Լևոն Պետրոսյանը, նա էր միայն դեմքը, միայն կատարողը։ Իրական համակարգողը էր մեկ այլ մարդ, ով երբեք չհայտնվեց առաջին պլանում, մարդ, ում անունը ես իմացա միայն իմ վերջին ամիսներին։ Այդ մարդու անունն է Արմեն Սարգսյան։ Նա էր մարդը, ով ուներ կապեր բոլորի հետ՝ տեղական պաշտոնյաների, օտարերկրյա դիվանագետների, միջազգային բանկիրների հետ։ Նա էր մարդը, ով իսկապես վերահսկում էր ամեն ինչ։ Դոկտոր Մկրտչյանը եւ կինը նայեցին միմյանց։ Արմեն Սարգսյանը։ Այդ անունը նրանք լսել էին, բայց երբեք չէին կապել այն գործարանների վաճառքի հետ։ Սարգսյանը եղել էր հայտնի գործարար 90-ականներին, մարդ, ով ուներ բիզնես Հայաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում։ Բայց նա երբեք չէր եղել քաղաքական գործիչ, երբեք չէր եղել պաշտոնյա։ Նա միշտ մնացել էր ստվերում, միշտ աշխատել էր հանգիստ, միշտ խուսափել էր հրապարակայնությունից։ Եվ հենց դա դարձրել էր նրան անհասանելի, անդիպելի, անպարտելի։ Վանոյի նամակը շարունակվում էր. Սարգսյանը դեռ կենդանի է, նա դեռ ակտիվ է, եւ նա դեռ շարունակում է իր խաղերը ոչ միայն Հայաստանում, այլև այլ երկրներում։ Եթե դու ուզում ես իսկապես դադարեցնել այս համակարգը, դու պետք է գտնես Սարգսյանին, դու պետք է բացահայտես նրա դերը, դու պետք է ցույց տաս աշխարհին, թե ով է նա իրականում։ Կինը փակեց նամակը եւ նայեց դոկտորին։ Մենք պետք է գտնենք Սարգսյանին, ասաց նա։ Դոկտորը համաձայնեց, բայց դրանք երկուսով գիտեին, որ սա կլիներ ամենադժվար մասը։ Սարգսյանը չէր պարզապես հարուստ մարդ։ Նա էր մարդ, ով ուներ կապեր ամենաբարձր մակարդակներում, մարդ, ով պաշտպանված էր ամենահզոր ուժերի կողմից, մարդ, ով գիտեր, թե ինչպես անհետանալ, երբ անհրաժեշտ է։ Բայց նրանք նաև գիտեին, որ նրանք չեն միայնակ։ Ժան-Պիերի հոդվածը արթնացրել էր ամբողջ երկիրը։ Մարդիկ սկսել էին խոսել, սկսել էին այն։ Երկու շաբաթ անց Երևանում տեղի ունեցավ ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ։ Խորհրդարանը ճնշման տակ հանրության կողմից որոշեց ստեղծել հատուկ հանձնաժողով, հետաքննելու գործարանների վաճառքի հանգամանքները 90-ականներին։ Հանձնաժողովը ստացավ լիազորություններ, կանչել վկաներ, պահանջել փաստաթղթեր, հարցաքննել կասկածյալներ, եւ առաջին մարդը, ում նրանք կանչեցին, էր Լևոն Պետրոսյանը։ Պետրոսյանը, ով դեռ հիվանդանոցում էր, փորձեց հրաժարվել ներկայանալ, բայց հանձնաժողովը սպառնաց ձերբակալել նրան, եթե նա չհամաձայնի։ Վերջապես Պետրոսյանը համաձայնեց տալ ցուցմունք։ Լսումները հեռարձակվեցին ուղիղ եթերով։ Ամբողջ երկիրը դիտում էր, թե ինչպես Պետրոսյանը, նախկին հզոր նախարարը, նստած էր ատյանում եւ պատասխանում էր հարցերին։ Սկզբում նա փորձեց ժխտել ամեն ինչ։ Նա ասաց, որ նա ոչինչ չգիտի գործարանների վաճառքի մասին, որ դա չէր նրա պատասխանատվությունը, որ նա միայն կատարում էր հրամաններ։ Բայց երբ հանձնաժողովը ցույց տվեց նրան Վանոյի տետրի էջերը, երբ նրանք ցույց տվեցին լուսանկարները, երբ նրանք կարդացին նրա սեփական ստորագրությունները փաստաթղթերի վրա, Պետրոսյանը կոտրվեց։ Նա սկսեց խոսել։ Նա պատմեց ամեն ինչ։ Նա պատմեց, թե ինչպես է նա ստացել հրահանգներ վերևից, թե ինչպես է նա ստորագրել փաստաթղթերը, թե ինչպես է նա ստացել իր տոկոսները։ Նա պատմեց անուններ, ամսաթվեր, գումարներ, բայց ամենակարևորը նա պատմեց Արմեն Սարգսյանի մասին։ Նա ասաց. Սարգսյանը էր իրական ղեկավարը։ Նա էր մարդը, ով պլանավորում էր ամեն ինչ, ով համակարգում էր ամեն ինչ, ով վերահսկում էր ամեն ինչ։ Մենք բոլորս աշխատում էինք նրա համար։ Մենք բոլորս ստանում էինք հրահանգներ նրանից, եւ մենք բոլորս վախենում էինք նրանից, քանի որ գիտեինք թե ինչ կարող է նա անել նրանց հետ,
ովքեր չեն հնազանդվում։ Հանձնաժողովը անմիջապես որոշեց կանչել Արմեն Սարգսյանին, բայց երբ նրանք փորձեցին գտնել նրան, պարզվեց, որ նա հեռացել է երկրից։ Նրա գրասենյակը փակ էր, նրա տունը դատարկ էր, նրա հեռախոսները չէին պատասխանում։ Սարգսյանը անհետացել էր, ինչպես շատ մարդիկ անհետացել էին այս պատմության ընթացքում, բայց այս անգամ մարդիկը չէին պատրաստ ընդունել դա։ Նրանք պահանջեցին, որ կառավարությունը գտնի Սարգսյանին, որ միջազգային կազմակերպությունները օգնեն գտնել նրան, որ նա բերվի Հայաստան եւ պատասխանի իր արարքների համար։ Ժան-Պիերը, ով դիտում էր այս ամենը Փարիզից, որոշեց վերադառնալ Երևան։ Նա զգաց, որ պատմությունը դեռ ավարտված չէ, որ դեռ կա մի բան, որ նա պետք է անի։ Երբ նա ժամանեց Երևան, նա հանդիպեց Վանոյի դստերը։ Նրանք երկուսով որոշեցին միավորել իրենց ջանքերը գտնելու Սարգսյանին։ Նրանք սկսեցին հետաքննություն, խոսեցին մարդկանց հետ, ովքեր ճանաչում էին Սարգսյանին, հետևեցին նրա հետքերին։ Եվ վերջապես 3 ամիս անց նրանք գտան նրան։ Սարգսյանը ապրում էր Կիպրոսում, փոքր քաղաքում, ծովափին։ Նա ապրում էր հանգիստ կյանքով, կարծես ոչինչ չէր պատահել, կարծես նա չէր պատասխանատու 100 հազարավոր մարդկանց տառապանքների համար։ Ժան-Պիերը եւ Վանոյի դուստրը գնացին այնտեղ։ Նրանք գտան Սարգսյանի տունը եւ թակեցին դուռը։ Սարգսյանը բացեց դուռը եւ տեսավ նրանց։ Նրա դեմքը չփոխվեց։ Նա ժպտաց եւ ասաց. «Ես սպասում էի ձեզ»։ Նրանք մտան տուն եւ նստեցին։ Սարգսյանը առաջարկեց նրանց սուրճ, բայց նրանք հրաժարվեցին։ Ժան-Պիերը սկսեց խոսել. «Պարոն Սարգսյան, մենք գիտենք ամեն ինչ։ Մենք գիտենք ձեր դերը գործարանների վաճառքում։ Մենք գիտենք, թե ինչպես դուք համակարգեցիք ամբողջ գործողությունը, եւ մենք ուզում ենք, որ դուք վերադառնաք Հայաստան եւ պատասխանեք ձեր արարքների համար»։ Սարգսյանը լսեց հանգիստ, ապա ասաց. «Ես չեմ վերադառնա։ Ես ոչինչ չեմ արել անօրինական։ Ամեն ինչ, ինչ ես արեցի, էր օրինական, ստորագրված, հաստատված։ Եթե դուք ուզում եք մեղադրել ինձ, դուք պետք է մեղադրեք ամբողջ համակարգը, ամբողջ կառավարությունը, ամբողջ միջազգային հանրությունը, որը թույլ տվեց դա տեղի ունենալ»։ Վանոյի դուստրը ասաց. «Բայց դուք գիտեիք, թե ինչ էիք անում։ Դուք տեսնում էիք, թե ինչպես մարդիկ տառապում էին։ Դուք հասկանում էիք, որ դուք ոչնչացնում էիք ամբողջ երկրի ապագան։ Ինչպես կարող էիք դա անել»։ Սարգսյանը նայեց նրան եւ ասաց. «Ես արեցի այն, ինչ պետք էր անել։ Հայաստանը մեռնում էր, գործարանները չէին աշխատում, մարդիկ սովամահանում էին։ Ես տվեցի նրանց հնարավորություն վաճառել այն, ինչ նրանք չէին կարող օգտագործել, եւ ստանալ փող, որը նրանք կարող էին օգտագործել։ Այո, ես վերցրեցի իմ տոկոսը, բայց ես նաեւ փրկեցի 100 հազարավոր մարդկանց, ովքեր կմեռնեին սովից, եթե ես չանեի այն, ինչ արեցի»։ Ժան-Պիերը զգաց զայրույթ։ «Դուք չփրկեցիք ոչ ոքի», ասաց նա։ «Դուք հարստացաք ուրիշների տառապանքներից։ Դուք ստեղծեցիք համակարգ, որը դեռ շարունակում է գործել այսօր։ Համակարգ, որը դեռ ոչնչացնում է երկրներ, դեռ աղքատացնում է ժողովուրդներ, դեռ հարստացնում է մի քանի ընտրյալներ»։ Սարգսյանը ժպտաց։ «Դուք ճիշտ եք», ասաց նա։ «Համակարգը դեռ գործում է, եւ այն կշարունակի գործել, քանի դեռ կան երկրներ, որոնք թույլ են, քանի դեռ կան ժողովուրդներ, որոնք չեն պայքարում, քանի դեռ կան մարդիկ, ովքեր պատրաստ են վաճառել իրենց երկիրը մի քանի $-ի համար։ Դուք կարող եք մեղադրել ինձ, բայց դուք չեք կարող փոխել համակարգը։ Քանի որ համակարգը ավելի մեծ է, քան ես, ավելի մեծ է, քան դուք, ավելի մեծ է, քան Հայաստանը»։ Նրանք հեռացան Սարգսյանի տնից առանց ստանալու այն, ինչ ուզում էին։ Բայց նրանք ստացան մի բան այլ՝ հասկացողություն, որ պայքարը դեռ շարունակվում է, որ ճշմարտությունը բացահայտելը միայն առաջին քայլն է, որ իրական փոփոխությունը պահանջում է ավելին, քան պարզապես ապացույցներ եւ մեղադրանքներ։ Այն պահանջում է համակարգի փոփոխություն, մտածելակերպի փոփոխություն, աշխարհի փոփոխություն։ 2 տարի անց Հայաստանում տեղի ունեցավ ինչ-որ բան, որը շատերը կարծում էին անհնար։ Հատուկ հանձնաժողովը ավարտեց իր հետաքննությունը եւ հրապարակեց իր եզրակացությունները։ Հաշվետվությունը 500 էջ էր եւ պարունակում էր մանրամասն նկարագրություն այն ամենի, ինչ տեղի էր ունեցել 90-ականներին։ Այն անվանում էր անուններ, նկարագրում էր գործակներ, ցույց էր տալիս փողերի հոսքերը, բայց ամենակարևորը այն ճանաչում էր, որ այն, ինչ տեղի ունեցավ, չէր պարզապես կոռուպցիա։ Դա էր համակարգային խնդիր, որը ներառում էր ոչ միայն տեղական պաշտոնյաներ, այլև միջազգային խաղացողներ, ովքեր օգտվեցին Հայաստանի թուլությունից իրենց սեփական շահերի համար։ Հաշվետվությունը առաջարկեց մի շարք բարեփոխումներ,
նոր օրենքներ, որոնք կկանխեին նման իրավիճակների կրկնությունը, նոր մեխանիզմներ, որոնք կապահովեին թափանցիկություն պետական ակտիվների վաճառքում, նոր կառույցներ, որոնք կպաշտպանեին երկրի տնտեսական անվտանգությունը։ Բայց այն նաև ճանաչեց, որ անցյալը հնարավոր չէ ամբողջությամբ ուղղել, որ կորցրածը հնարավոր չէ վերադարձնել, որ տառապանքները հնարավոր չէ մոռացնել։ Այն միայն կարող էր խոստանալ, որ ապագան կլինի այլ։ Լևոն Պետրոսյանը դատապարտվեց 10 տարի ազատազրկման։ Մի քանի այլ պաշտոնյաներ նույնպես ստացան դատավճիռներ, բայց Արմեն Սարգսյանը մնաց անհասանելի։ Կիպրոսի կառավարությունը հրաժարվեց արտահանձնել նրան, պնդելով, որ նա չէր կատարել ոչ մի հանցագործություն իրենց երկրում։ Միջազգային կազմակերպությունները նույնպես չօգնեցին, ասելով, որ դա ներքին հարց է, որը պետք է լուծվի Հայաստանի կողմից։ Սարգսյանը շարունակեց ապրել իր հանգիստ կյանքով Կիպրոսում, կարծես ոչինչ չէր պատահել։ Վանոյի դուստրը, ով այժմ դարձել էր հայտնի ակտիվիստ, շարունակեց պայքարել արդարության համար։ Նա ստեղծեց կազմակերպություն, որը օգնում էր այն մարդկանց, ովքեր կորցրել էին իրենց աշխատանքը գործարանների փակման պատճառով։ Նա կազմակերպեց ցույցեր, հանդիպումներ, քննարկումներ։ Նա պահանջեց, որ կառավարությունը ոչ միայն պատժի մեղավորներին, այլև փոխհատուցի զոհերին։ Եվ դանդաղ, շատ դանդաղ, բաներն սկսեցին փոխվել։ Դոկտոր Արամ Մկրտչյանը գրեց գիրք Վանոյի մասին։ Գիրքը դարձավ բեսթսելեր Հայաստանում։ Այն պատմում էր ոչ միայն Վանոյի պատմությունը, այլև 100 հազարավոր մարդկանց պատմությունը, ովքեր տառապեցին 90-ականներին։ Այն ցույց էր տալիս, թե ինչպես մի մարդ, ով մեռնում էր, որոշեց օգտագործել իր վերջին ամիսները պայքարելու համակարգի դեմ, որը ոչնչացնում էր նրա երկիրը։ Այն ցույց էր տալիս, թե ինչպես մի մարդ, ում բոլորը համարում էին հանցագործ, իրականում էր հերոս, ով զոհաբերեց ամեն ինչ՝ իր ընտանիքը, իր կյանքը, իր ապագան ճշմարտության համար։ Ժան-Պիերը շարունակեց իր լրագրողական աշխատանքը։ Նա գրեց մի շարք հոդվածներ նմանատիպ իրավիճակների մասին այլ երկրներում։ Նա ցույց տվեց, թե ինչպես Հայաստանի պատմությունը չէր եզակի, թե ինչպես նույն համակարգը գործում էր տասնյակ երկրներում, թե ինչպես միջազգային խաղացողները շարունակում էին օգտվել թույլ երկրների թուլությունից։ Նրա աշխատանքը ճանաչվեց միջազգային մակարդակով, եւ նա ստացավ մի քանի մրցանակներ իր հետաքննական լրագրագրության համար։ Բայց ամենակարևորը, Հայաստանում մարդիկ սկսեցին խոսել։ Նրանք սկսեցին պատմել իրենց պատմությունները, իրենց տառապանքները, իրենց հույսերը։ Նրանք սկսեցին պահանջել պատասխաններ, պահանջել փոփոխություններ, պահանջել արդարություն։ Եվ թեև ճանապարհը երկար է ցունկար էր, թեև դժվարություններն անհաղթահարելի թվում էին, նրանք չհանձնվեցին։ Քանի որ նրանք հիշում էին Վանոյին, հիշում էին նրա պայքարը, հիշում էին նրա զոհաբերությունը։ Եվ նրանք գիտեին, որ եթե մի մարդ, ով մեռնում էր, կարողացավ պայքարել այդքան ուժգնորեն, ապա նրանք, ովքեր դեռ կենդանի էին, չէին կարող հանձնվել։ Բայց մի հարց դեռ մնում էր անպատասխան։ Արդյոք Վանոն իսկապես մեռել է, թե նա դեռ ապրում է ինչ-որ տեղ, թաքնված, սպասելով ճիշտ պահին վերադառնալու։ Նրա մարմինը երբեք չգտնվեց։ Նրա գերեզմանը դատարկ էր։ Եվ երբեմն, երբ մարդիկը խոսում էին նրա մասին, նրանք ասում էին. «Գուցե նա դեռ այստեղ է, գուցե նա դիտում է մեզ, գուցե նա սպասում է, որ մենք ավարտենք այն, ինչ նա սկսեց»։ Արդյոք դա ճշմարտություն էր, թե պարզապես լեգենդ, որը մարդիկը ստեղծեցին, որպեսզի պահպանեն հույսը։ Ոչ ոք չգիտեր։ Եվ գուցե դա էլ ավելի լավ էր, քանի որ երբեմն լեգենդները ավելի հզոր են, քան ճշմարտությունը։ Երբեմն հույսը ավելի կարևոր է, քան փաստերը։ Երբեմն պատմությունը, որը մարդիկը պատմում են իրենց, ավելի արժեքավոր է, քան այն, ինչ իսկապես տեղի ունեցավ։ Եվ այսպես Վանոյի պատմությունը դարձավ մաս Հայաստանի հիշողության։ Պատմություն մի մարդու մասին, ով պայքարեց համակարգի դեմ։ Պատմություն 1. Մարդու մասին, ով զոհաբերեց ամեն ինչ ճշմարտության համար։ Պատմություն մի մարդու մասին, ով հույս տվեց 100 հազարավոր մարդկանց, որ փոփոխությունը հնարավոր է, որ արդարությունը հասանելի է, որ ապագան կարող է լինել այլ։ Եվ թեև Վանոն այլևս չկար, նրա ժառանգությունը շարունակում էր ապրել յուրաքանչյուր մարդու մեջ, ով հրաժարվում էր լռել, յուրաքանչյուր մարդու մեջ, ով պայքարում էր արդարության համար, յուրաքանչյուր մարդու մեջ, ով հավատում էր, որ մի մարդ կարող է փոխել աշխարհը։ Հարգելի հեռուստադիտողներ, եթե դուք հետևել եք այս ողբերգական պատմությանը մինչև վերջ, գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե որտեղ են դեռ հիշում Վանոյին, եւ բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի չկորցնեք ճշմարտությունը պատմության կուռքերի մասին։